Ողջունում ենք բոլորիդ սիրելի մասնակիցներ։ Այսօր ես ու Պետրոսը խոսել ենք հոգևոր թեմաներով, մասնավորապես աստվածաշնչյան հարցերին ենք անդրադառնալու։ Այն բոլոր հարցերը, որոնք դուք ձեր մտքի մեջ ձեզ տալիս եք, եւ հաճախ դրա պատճառով չեք հավատում կամ ուզում եք հավատալ, բայց չի ստացվում, կփորձենք այսօր պատասխանել այդ հարցերին։ Ես կլինեմ սկեպտիկը, Պետրոսը արդեն կասի։ Okay. Իմ պարագայում էլ ես կփորձեմ պատասխանել այն հարցերին, որոնք հիմնականում մարդիկ տալիս են կապված հավատի, Աստծո գոյության, քրիստոնեության հետ։ Ու Հայկը այս պարագայում այդ հարցերը կտա։ Okay. Առաջին հարցը հետեւյալն է. Եթե Աստված կա ու Աստված անսահման բարի է, այդ դեպքում ով է ստեղծել չարը եւ ինչու աշխարհում այսքան քաոս տիրում։ Այստեղ պետք է հստակ հասկանալ հարցը, այսինքն հարցը ինքնին երկու հարցեր, այսինքն սկիզբը վերաբերվում է առաջին հարցը վերաբերվում է նրան, թե ոնց է ստեղծվել չարը, այսինքն չարը ինքնին, ու երկրորդը ինչու աշխարհում կա տառապանք։ Դրանք երկու առանձին հարց են, մեկը վերաբերում է չարի էությանը, թե չարը ինչ է ու գոյություն ինչպես ունի, կամ ինչ որ բայ ստեղծվել է, թե հավիտյան է եղել դրան։ Ու երկրորդը արդեն գալիս է արարչագործության մեջ աշխարհում եղած տառապանքի մասին։ Կխնդրեմ հարցը կոնկրետացնես։ Առաջին հարցին անդրադառնանք հենց չարի մասին։ Ով է ստեղծել չարը։ Ըստ քրիստոնեության չարը ինքնին Աստծուն հակառակվելն է։ Այսինքն մենք բոլորս տեսել ենք ինտերնետում համացանցում տարբեր նկարներ կամ տարբեր պատմություններ, որտեղ չարը ներկայացվում է դուալիստական ձևով։ Այսինքն բարին եւ չարը հավիտենապես երկուսն էլ գոյություն են ունեցել ու կա թե բարին թե չարը։ Կհիշենք հնում sense նկարներ էր տարածվում, իբրև թե Հիսուս Քրիստոսը ինչ որ ձեռքի ուժ է կպնում սատանայի հետ եւ այլն ու դա բարու ու չարի հավիտենական պայքարն է, բայց իրականում այդպես չի։ Ըստ Աստվածաշնչի ու ըստ քրիստոնեական ուսմունքի չարը դա բարուն, այսինքն բարու աղբյուրին, Աստծուն հակառակվելն է։ Այսինքն չարը բարուն հակառակվելն է, այլ ոչ թե հավասար ուժ։ Հիմա Աստված հավիտենական գոյությունն է, ու Աստված միշտ գոյություն է ունեցել։ Այսինքն նա դուրս է ժամանակից տարածությունից, ինքն է ամեն ինչը սկզբնավորողը, ինքն է հավիտենական գոյությունը, ինքն է հավիտենական կյանքի աղբյուրը, ու նաև բարու աղբյուրը, քանի որ Աստծո էությունն Աստված բարի է։ Հիմա, եթե կա հավիտենական բարին, ուրեմն չարը նրան հակառակվելն է։ Այս պարագայում մենք պետք է հստակ հարցը այսպես ձևակերպենք. չարի գաղափարի գոյություն եւ չարը ինքնին արարչագործության մեջ։ Եթե մենք խոսենք չարի գաղափարի գոյության մասին, ուրեմն այն հավիտենապես կա, որովհետեւ եթե կա հավիտենական բարին, իսկ չարը հավիտենական բարուն հակառակվելն է, դա նշանակում է, որ եթե աստվածային գիտակցությունը կա եւ հավիտենական գիտակցությունը, ինչպես նաեւ Աստծո ամենագիտությունը, այն պարագայում, որ Աստված միշտ ամենագետ է եղել ու իմացել է, որ արարչագործություն անելուց հետո տեղի կունենան հետեւյալ իրադարձությունները, ինձ հակառակորդներ կկանգնեն, ու առաջին հրեշտակները, հետո արդեն մարդիկ, այսինքն գաղափարական առումով ու Աստծո ամենագիտության մեջ չարը միշտ է եղել, որպես գաղափար, որպես հնարավորություն, այսինքն մինչև էլ եթե Աստված իրական աշխարհ ստեղծեր, այնպիսի աշխարհ, որը որ հիմա է, այսինքն իրական ազատ կամք եւ իրական գիտակցություն ունեցող արարածներով, ովքեր կարող են կամ Աստծուն ընդունել կամ նրան հակառակվել, նրան հակառական։ Հարց է առաջանում մոտս այստեղ։ Ոնց կարող է կատարյալ Աստված այսքան թերի աշխարհ ստեղծել, որտեղ որ պատերազմները, սովը, համաճարակները, այսքան վատ բան է լինում։ Բայց հետաքրքիր է հենց նրա մեջ է կայանում, որ կատարյալ Աստված կատարյալ աշխարհ է ստեղծել, չէ՞։ Աստված երբ որ արարչագործությունը վերջացնում է 7-րդ օրը, մենք Ծննդոց գրքում կարդում ենք եւ Աստված տեսավ, որ ամեն ինչ լավ է, կատարյալ է։ Այստեղ հարցը նրա մասին չի, որ արարչագործությունները վատն են կամ անկատար են։ Այստեղ հարցը նրա մեջ է, որ այս աշխարհը, այս օրենքներով, այս ամեն ինչով, այս իրադարձություններով, տառապանքով, չարիքով եւ այլն, դա մարդու ազատ կամքով կատարած ընտրության եւ կայացրած որոշման արդյունքն է։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Կարևոր է հասկանալ, որ կատարյալ Աստված իրապես կատարյալ աշխարհ է ստեղծել։ Ու ի վերջո, եթե մենք նայում ենք քրիստոնեական կոնտեքստում, ի վերջո էլի արարչագործությունները լինելու են կատարյալ, նոր երկինք, նոր երկիր, կատարյալ։ Այսինքն հարց է գալի, մոտ միշտ հարցեր է գալիս, sense
Չէ որ Արուսյակին Աստված էր ստեղծել, ու Արուսյակը ընդդիմացավ, դարձավ Լյուցիֆեր, անկում ապրեց։ Okay, չէ որ Ադամ ու Եվային էլ էր ինքը ստեղծել, Լոցին էլ էր ինքը ստեղծել։ Նայ, Արուսյակը հենց Լյուցիֆերն է, նախ ստեղ մեր ճիշտ ասենք, դարձավ Սատանա։ Սատանա ինքնին նշանակում է հակառակորդ, հակառակվել։ Ու ճիշտ է, Արուսյակը կատարյալ էր, բայց Արուսյակը ուներ ազատ կամք։ Արուսյակը իրական էր, ոչ թե ռոբոտացված ինչ-որ sense ծրագրավորված արարած։ Ստեղ շատ կարևոր է հասկանալ, Աստված ստեղծել է իրական աշխարհ եւ իրական գիտակցություն եւ իրական ազատ կամք ունեցող հոգեղեն էակներ, թե հրեշտակները եւ թե մարդիկ։ Այս բaragam դևերը նույնպես հրեշտակներ են, ուղղակի ինկած հրեշտակներ են։ Այսինքն, այո, արարչագործությունը կատարյալ է, բայց արարչագործության կատարելությունը, երբ որ մենք խոսում ենք ազատ կամքի մասին, եթե մենք պատկերացնենք, որ հրեշտակները կամ մարդիկ պետքա ունենային այնպիսի գիտակցություն, որ երբևէ չհակառակվեին Աստծուն, այդ պարագայում մեր պատկերացումներով ազատ կամքի գաղափարը վերանում է, որովհետև դա նշանակում է, որ Աստված հենց իրանց այնպես պիտի ստեղծեր, այնպես պատկերացրու ծրագրավորեր, որ իրանք միմիայն բարին գործեին։ Այսինքն, եթե չկա հակառակվելու հնարավորությունը, ինքնին ազատ կամք ասվածը վերանում է։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Իրական գիտակցությունը, ազատությունը։ Դա նշանակում է, որ դու իրական գիտակցություն ունես ու կարող ես ընտրել բարու եւ չարի միջև, այսինքն կարող ես ընտրել ենթարկվել Աստծուն, ընդունել նրան կամ հակառակվել, ենթարկվել ու ընդունել բարու աղբյուրը հավիտենական բարին եւ հավիտենական կյանքը, կամ հակառակվել ու ընդունել հակառակ, այսինքն չարը, կամ հավիտենական մահը, հավիտենական կյանքի աղբյուրը գալի, որ նույնիսկ եթե երկնքում ներդաշնակություն չկա, որ մնաց երկրի վրա մի հատ դա գտնենք։ Այսինքն հրեշտակած դասերը նույնիսկ եթե ամբողջ ստացավ, էլ ինք մարդուն չենք այդքան բան արել։ Ադամ ու Եվայից սկսած եթե վերցնենք։ Ամբողջ հարցը հենց սրա մեջ է կայանում, որ հարցը ներդաշնակության մեջ չի, կամ ներկայումս իմաստ չկա էլ բռնել, դատել, որով ներդաշնակ չի, այսպես այնպես է, ներկայիս աշխարհում տեղի ունեցող այս ամեն ինչը, դա արդյունքն է մարդու կայացրած որոշման, այսպես ասենք, մեղսագործության, առաջին մեղքի։ Մարդը գործեց մեղք ու կարելի ասել հեռացավ Աստծո ներկայությունից, Աստծո լիությունից, ոչ Աստծո ներկայությունից, այլ հեռացավ Աստծո լիությունից։ Ու ապրում է մեղքի աշխարհում։ Մարդու բնությունը ինքնին փչացավ, այսպես ասված։ Դրա համար էլ հիմա աշխարհում մենք տեսնում ենք այս ամեն ինչը, այս տառապանքները, մահը, պատերազմը, պատերազմները, համաճարակները, այն ամեն ինչը մենք համարում ենք չար, ինչը համարում ենք վատ, ինչի որովհետև այդ ամեն ինչը վնասում է մեզ, բայց մենք այս ամեն ինչի մեջ հայտնվեցինք ինչի պատճառով, որովհետև մարդը ինքնին հեռացավ Աստծուց, ընկավ, մարդու բնությունը ընկավ, անկում ապրեց ու աշխարհը նույնպես անկում ապրեց, ընկավ։ Ամբողջը դրա արդյունքն է։ Այսինքն հիմա քննադատելու հարցը չի, բա եթե սենց եղավ, սենց եղավ հրեշտակները, փաստ կա որոշում եւ որոշման հետևանքը։ Կա գործողությունը եւ գործողության հետևանքը։ Իսկ այն էլ կհնձես երևի այս բանը, որ միշտ ասվում է։ Հա, այդ իմաստով, հա, երկնային իմաստով նույնպես, այսինքն ամբողջ միտքը կայանում է սրա մեջ։ Պատկերացնենք Աստված եւ մեղքը, ինչպես լույսն ու խավարը, չեն կարա իրականության մեջ, ռեալ իրական, տիեզերական, աստվածային այս ամեն ինչում իրականության գիտակցության մեջ անհնար է որ Աստված եւ մեղքը լինեն նույն տեղում, ինչպես անհնար է որ միաժամանակ լույսը եւ խավարը լինեն նույն տեղում։ Այս պարագայում կյանքի լույսի, խաղաղության, սիրո, բարության ամեն ինչի աղբյուրը, ցանկացած լավ դրական արժեքի աղբյուրը հենց Աստված է։ Ու երբ որ մարդը հեռու է Աստծո ներկայությունից եւ լիությունից, բնականաբար նրանք կարող են սպառնալ այդ ամեն ինչի, այդ բոլոր արժեքների հակառակներ, այսպես ասված։ Այսինքն, սիրո հակառակը, հեսա կասես կներես, սիրո հակառակը օրինակ ատելությունը, որը մենք տեսնում ենք այս աշխարհում։ Խաղաղության հակառակը վախը, տագնապը, որը մենք տեսնում ենք այս աշխարհում։ Ներդաշնակության, հանգստի, այդ ամեն ինչի հակառակն ենք մենք տեսնում։ Մի օրինակ բերեմ, պատկերացրու դու կանգնած ես սենյակում ու սենյակում կա վառարան, որից բխում է տաքությունը։ Երբ որ դու վառարանին մոտ ես, դու լիարժեք տաքանում ես, այլևս չես սառում, հանգստանում ես, խաղում ես, տաքանում ես։ Երբ որ դու վառարանից որոշ
չափի հեռավորության վրա ես, դու որոշակիորեն այդ տաքությունը զգում ես, բայց միաժամանակ արդեն զգում ես, որ դու սառում ես, որովհետև լիարժեք մոտ չես, այնքան մոտ չես, որ դու լիարժեք տաք լինես ու չսառես։ Եվ կա երրորդը, երբ որ դու շատ հեռու ես գնում վառարանից, օրինակ սենյակից դուրս ես գալիս եւ դու ամբողջությամբ սառում ես։ Հիմա սկզբնական վիճակը կամ ինքնին դրախտ ասվածը դա լիությունն է Աստծո ներկայության լիությունը։ Պատկերացրու, երբ մարդը մոտ է վառարանին, լիարժեք, այնքան մոտ է, որ լիարժեք վայելում է տաքությունը։ Կամ միջին վիճակ, դա մեր վիճակն է։ Մեր վիճակում մենք Աստծո ներկայությունից, կյանքի, լույսի, խաղաղության եւ սիրո ներկայությունից ամբողջովին դուրս չենք։ Պատկերացրու, այդ վառարանով սենյակից դուրս չենք։ Մենք զգում ենք նրա տաքությունը, բայց միաժամանակ զգում ենք նաև սառը, որովհետև լիարժեք մոտիկ չենք իրան։ Լիարժեք այնքան մոտ չենք, որ նաև այդ սառնությունը չզգանք։ Ու կա երրորդը արդեն, սա էլ հենց դժոխք ասվածն է։ Երբ պատկերացրու մարդը դուրս գա այն սենյակից, որտեղ վառարանն է, այսինքն մարդը դուրս գա Աստծո ներկայությունից, բացարձակապես չզգա Աստծո սերը, Աստծո խաղաղությունը, կյանքը, լույսը, այդ ամեն ինչու դրանից դուրս լինի։ Հիմա մենք միջին վիճակում ենք գտնվում։ Այս տարբերակը նաև եկեղեցական հայրերից Օգոստինոս Երանելին է տալիս երեք վիճակների, այսինքն Աստծո ներկայության լիությունը դրախտը, միջին վիճակը, որտեղ որ հիմա մենք ենք այն մարդիկ, որոնք ապրում են աշխարհում, եւ արդեն վերջնական Աստծո ներկայությունից դուրս վիճակը, որն էլ անվանում ենք դժոխք էս բaragայում, Աստծո ներկայությունից դուրս վիճակ։ Հետաքրքիր հարց է գալիս, խի է Աստված հաճախ լռում։ Օրինակ, երբ որ տեսնում ենք երեխաներին, ովքեր ռակ ունեն, ու որից մահանում են, կամ պատերազմի ժամանակ շատ երիտասարդներ մահացան։ Չէ՞ որ բոլորն էլ աղոթում էին, նրանց մայրերն էլ, նրանք էլ։ Ստատիստիկ առումով եթե նայում ենք, այն կարող է 1%-ը ողջ մնաց, բայց արդյոք այդ Աստված նրանց փրկեց։ Այստեղ կարևոր է հասկանալ ամբողջական քրիստոնեական կոնտեքստը։ Այսինքն այս հարցերը այսպես ովքեր են ձևակերպում, հիմնականում այն մարդիկ են ձևակերպում, ովքեր ապրում են այս աշխարհով։ Իրենց ողջ միտքը, ողջ պատկերացումները կապված են այս աշխարհի հետ։ Ու այս աշխարհում տեղի ունեցող չարիքը նրանց համար մեծագույն չարիքն է, որ կարա լինի։ Ամբողջական քրիստոնեական կոնտեքստում, երբ որ մենք նայում ենք, մենք հասկանում ենք, որ այս աշխարհը հասկանում ենք եւ հավատում ենք, ընդունում ենք, որ այս աշխարհը վերջը չէ։ Կա հավիտենական աշխարհը, կա հավիտենական իրականությունը։ Ու այս աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, մեր կայացրած որոշումները, մեր կատարած ընտրությունները ազդում են նաև հավիտենականի վրա։ Ու այստեղ մի հարց է առաջանում. օքեյ, ինչի Աստված թույլ տալիս, որ այս ամեն ինչը այս աշխարհում տեղի ունենա։ Մահերը, հիվանդությունները, ցավը։ Եթե այս ամեն ինչը կարող է ազդել նրան, որ ավելի շատ մարդիկ, մենք գիտենք աշխարհում կա պատճառ-հետևանքային կապ, հիմա ավելի խորությամբ կբացատրեմ։ Եթե աշխարհում տեղի ունեցող այս չարիքը, այս ամեն ինչը, որը որ մենք բնականաբար չարիք ենք անվանում, որովհետև դա վնասում է մարդկանց։ Եթե դա նպաստի նրան, որ վերջն արդյունքում ավելի շատ մարդիկ հավիտենապես փրկվեն եւ ժառանգեն հավիտենական կյանքը, պատկերացրու, եթե ժամանակավոր աշխարհում, որտեղ մարդը միջինում ապրում է 60-70 տարի, այստեղ տեղի ունեցող իրադարձությունները, թեկուզ ցավն ու տառապանքը կարող են նպաստել, որ մարդը ժամանակից դուրս, այսինքն այսպես ասեմ, որ մարդկանց համար հասկանալի լինի, տրիլիոնավոր տարիներ ապրելու է բացարձակ խաղաղության, սիրո, ներդաշնակության մեջ եւ դա հավերժ Աստծո ներկայության մեջ։ Եթե դա կարող է նպաստել դրան, ուրեմն հաստատ դա արդարացված է։ Սա այս ամեն ինչ որ ասում եմ, տրամաբանորեն մարդը եթե փորձի տրամաբանել եւ ընդունել այս ամեն ինչը քրիստոնեական կոնտեքստում, որտեղ մենք ինչքան հավատում ենք Աստծո գոյությանը, այդքան էլ հավատում ենք հավիտենական կյանքին, ինչպես Պողոս առաքյալն ասում Կորինթացիներին ուղված առաջին նամակի 15-րդ գլխում, եթե Հիսուս Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն զուր է մեր քարոզչությունը, այսինքն եթե չկա հարություն, չկա հավիտենական կյանք եւ այս կյանքից հետո, մահից հետո ֆիզիկական ամեն ինչ ավարտվում է, ուրեմն զուր է քարոզչությունը, ուրեմն զուր է ամբողջ քրիստոնեական ուսմունքը։ Բայց այս պարագայում մենք հավատում ենք, որ սա վերջը չի։ Մենք հավատում ենք, որ կա հավիտենականը։ Ու այո, Աստված մարդուն տվել է ազատ կամքով մարդը կայացնում է իրական որոշումներ, որից առաջանում է պատճառ-հետևանքային կապ, ու որը ազդում է համայն մարդկության վրա։ Այսինքն մենք գիտենք, երկրի ղեկավարի մի որոշումը կարող է ազդել ամբողջ ազգի վրա ու կողքի ազգի վրա նույնիսկ։ Այդ պատճառ-հետևանքային կապը կա։ Ճիշտ է, ինքը մակարդակներ ունի, այսինքն երկրի ղեկավարի որոշումը կարող է այս ազդեցություն ունենալ հասարակ սովորական գյուղացուն էս, ու այդպես շարունակ, բայց
միևնույն է այդ պատճառահետևանքային կապը կա ու կա ազատ կամք։ Ինչ որ աշխարհում տեղի ունենում հենց այդ պատճառահետևանքային կապով։ Այսինքն չարիքները, մարդածին չարիքների մասին է խոսքը։ Պատերազմները, սպանությունները, գողությունը, բռնությունները, այդ ամեն ինչը մարդածին է ու մարդածին պատճառահետևանքային կապն է։ Հիմա ամբողջական գաղափարը նաև սա է, որ Աստված չարիքը օգտագործում է առավելագույն բարիքի համար։ Այսինքն, եթե այս աշխարհում ինչ որ մի բան, ինչ որ մի չարիք կարող է նպաստել, որ ավելի շատ մարդիկ փրկվեն ու ժառանգեն հավիտենական կյանքը, Աստված դա թույլ է տալիս, որ այդպես լինի ու չի խառնում այս բaragային։ Էմոցիոնալ առումով սա բարդ է հասկանալ։ Ես սա հասկանում եմ ու չեմ մտածում, չեմ սպասում, որ մարդիկ լիարժեք ընդունեն ու հասկանան, որովհետև մարդիկ հիմնականում շարժում են էմոցիաներով։ Ոչ թե տրամաբանությամբ, ոչ թե հավատով, այլ էմոցիաներով։ Ինչի, որովհետև մարդը ինքնին ապրում է էմոցիաներով։ Մարդու համար առավելագույն կարևորագույն ապացուցողականությունը դա էմպիրիկ փորձառությունն է։ Այսինքն մարդը իր աչքերով տեսնում է, որ մարդը տարապում, մեկ այլ մարդ, օրինակ իր զավակը տարապում է, ցավ է ապրում, բնականաբար առաջնային նա դա է տեսնում ու դա է նրա ողջ ուշադրությունը գրավում։ Բայց ելի եմ կրկնում, դրա համար սկզբից ես ասացի կա էմոցիոնալ կողմ ու կա տրամաբանական կողմ։ Երբ որ մենք նայում ենք տրամաբանական կողմը եւ ամբողջական քրիստոնեական կոնտեքստում, տրամաբանորեն հասկանում ենք ինչի համար այս ամեն ինչը տեղի ունենում ու ինչու է Աստված երբեմն խառնվում, երբեմն լռում։ Երբեմն էլ խառնվում է։ Հիմա եթե այդ խառնվելը նպաստելու է Աստծո ծրագրի վերջնարդյունքին, այսինքն որ հնարավորինս շատ մարդիկ ունենան հավիտենական կյանք, այդ բaragայում Աստված խառնվում է։ Բայց եթե ինչ որ մի իրադարձությունը պետքա նպաստի, որ ավելի շատ մարդիկ հավատան Աստծուն, ավելի շատ մարդիկ փրկվեն ու ժառանգեն հավիտենական կյանք, այլ չգնան կորուստ, այդ բaragայում Աստված չի խառնվում։ Այդ մի հատ հարց առաջանում, Աստված ստեղծեց մարդուն, թե ամեն դեպքում մարդը իր վախից ելնելով ստեղծեց Աստծուն։ Չէ՞ որ մահվան վախը ամենաուժեղ վախերից մեկն է։ Ու այդ գաղափարի շուրջ մարդիկ ստեղծում են բազում կրոններ, ցանկացած կրոնի մեջ կա մահվան մասին պատկերացումներ, դրող դժող, ռեինկարնացիա եւ մնացած բաները։ Արդյոք սա պաշտպանական մեխանիզմ չի ընդամենը։ Հենց տեղ է տարբերությունը քրիստոնեության եւ այլ կրոնների մեջ։ Քրիստոնեության ու հին հավատալիքների մեջ կամ հեթանոսական դիցաբանական համակարգերի մեջ։ Երբ որ մենք նայում ենք մարդածին կրոնները, երբ որ մենք նայում ենք մարդածին հավատալիքները, նույնը դիցաբանական աստվածները, լինի դա սկանդինավյան դիցաբանությունը, հունական, հռոմեական թե հայկական, մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք աստվածներ, որոնք հստակ կերտվել են մարդկանց կողմից։ Աստվածներ, որոնք նման են մարդկանց, չէ՞։ Նրանք վիճում են, նրանք կռվում են, հարբում են, կորցնում են։ Աստվածաշնչում էլ չէ, իմ Աստված նախանցկոտ Աստված է, որ ասում է։ Հեսա դա կբացատրեմ ինչա։ Դա կբացատրեմ։ Ինչը վերաբերում է հեթանոսականներին, որոնք նման են, որոնք մարդու տեսքով, մարդու մտքով են կերտված։ Նրանք ռեալ իրապես նման են մարդկանց։ Ինչպես մարդիկ են վիճում, օրինակ նույն հարաբերությունները, ընտանեկան հարաբերությունները, տեսնում եք, չէ՞, հեթանոսական աստվածների մեջ կա կինը, ամուսինը, մայրության խորհուրդը, հայրության խորհուրդը, որդիները, զավակները, ամեն մեկը մի բան է խորհրդանշում, պատերազմի պատասխանատուն սա է, մյուսինը նա է, գեղեցկությանը նա է։ Այդ ամբողջը համակարգա, որը որ մարդու մտքում է ձևավորվելու, այդ աստվածների արարքները, անելիքները, ամեն ինչը շատ կանխատեսելի է։ Ու հստակ երբ որ դու ուսումնասիրում ես այդ ամբողջ դիցաբանությունները, հստակ տեսնում ես, որ սա մարդու մտքով է, բայց քրիստոնեության պարագայում դա այդպես չի։ Քրիստոնեության պարագայում շատ հարցեր բաց են մնում։ Իրապես շատ հարցեր բաց են մնում ու մարդու շահերից դուրս են։ Օրինակ, այս պարագան ամենահստակ օրինակը բերեմ, նույնիսկ հեթանոսության հետ չբերեմ, այլ իսլամի հետ բերեմ։ Իսլամի մասին պատկերացումները, իսլամի երկնային արքայության դրախտի ջանատի մասին օրինակ պատկերացումները եւ քրիստոնեության այնտեղ էլ որ 21 կույսերի մոտ է իր գնում 72 ինչքան ավելի լավ դες օրինակ ուրեմն տեսնենք թե տարբերությունը հստակ որը կարող է լինել մարդածին իսկ որը ոչ որն է բխում մարդու շահերից ու մարդը իրեն հանգստացնելու եւ ուրիշներին դրանով գրավելու համար ստեղծած լինելու գաղափարը կարա ավելի ճիշտ լինի, իսկ որում որ դա իրապես Աստծո հայտնությունն է։ Հիմա իսլամում տղամարդուն խոստանում են այդ հուրի կույսերը 72, եթե չեմ սխալվում, որոնց հետ
Մուսուլման տղամարդիկ դրախտում ունենալու են հավերժական, հավիտենական, սեռական հարաբերություն եւ հավիտենական հաճույքներ։ 72 հուրի կույսեր։ Օրինակ իսլամական դրախտում խոստանում է իսլամը, որ մարդիկ կխմեն հոսող կաթի գետերից, մեղրի գետից, գինուց, որից չեն արբի, այսինքն մենք ինչ ենք տեսնում, մենք տեսնում ենք երկրային աշխարհական հաճույքները։ Ու դա Իսկ Քրիստոս ասում է հրեշտակների նման կլինի, չէ՞ որ արդեն ոչ մարդի ես գնում, ոչ Խոսքը հենց սրա մեջ է, մենք տեսնում ենք նույն ձև այդ ամեն ինչի հակառակը մենք տեսնում ենք Մատթեոսի ավետարանի 19-րդ գլխում, երբ որ Քրիստոսին հարցում են ամուսնության վերաբերյալ։ Հիշում ես այդ պատմությունը, չէ՞, որ ասում են մի կին 7 անգամ ամուսնացել է ու մահացել են 7 եղբայրներից։ Հիմա երկնքում ում կինն է լինելու ինքը։ Հիսուսը ինչ է բացատրում։ Հիսուսը ցույց է տալիս մի բան է ներկայացնում, որը մարդու մտքին հասկանալի չի ու մարդու շահերից չի բխում։ Ասում է երկնքում դուք կլինեք երկնքի, այնտեղ մի խոսքով լինելու եք երկնքի հրեշտակների նման։ Ոչ կին եք առնելու, ոչ էլ մարդու գնաք։ Հիմա Հիսուսը հասկանում ես ինչն է կոտրում։ Ամբողջ աշխարհում ամենակարևոր, այսպես ասած, առաջնահերթ արժեքներից մեկը դա կնոջ ու տղամարդու սերն է ու հարաբերությունը։ Մենք գիտենք ֆիլմերը, գրքերը, Ռոմեո Ջուլիետ, Տրիստան Իզոլդա, պատմությունը, երգերի մեծ մասը սիրո մասին է տղամարդու կնոջ միջև։ Գրքերը, ռոմանտիկ ֆիլմերը, պատանի տարիքից երիտասարդ աղջիկները, ինչու ոչ նաև տղաները, տարվում են այդ ամեն ինչով։ Սիրային երգեր, սիրային գրքեր, պոեմներ։ Դա աշխարհը շարժող ուժերից մեկն է, այսինքն ամենաշատ երգերը գրվում են հենց տղամարդու եւ կնոջ սիրո մասին։ Պատմությունները։ Ամենաշատ դիտվողներն են հենց դրանք են։ Այո, որովհետև մարդու, դա Աստված հենց մարդուն այդպես է ստեղծել, էլի կգնանք ծննդոց գիրք, եթե գնանք մենք ու տեսնենք ծննդոց 2-ում այր ու կին մի մարմին, չէ, որ ասում է տղամարդը եւ կինը մեկ են դառնում, այդ ուխտը հավիտենական։ Ու մենք ինչ ենք տեսնում, ինչ անում Հիսուս Քրիստոսը այդ աշխարհում, ասում է դուք երկնքում կին ու ամուսին չեք առնելու, այսինքն տղամարդուն պատկերացնում ես, հիմա մենք կանգնում ենք կնոջն ու տղամարդուն, ովքեր իրար հետ մոտ 40-50 տարի ապրել են, իրենց կյանքը առանց իրար միմյանց առանձին չեն պատկերացնում, մենք իրանց ասում ենք, գիտեք, դուք այդ սերը ձեր չի լինելու այնտեղ, լրիվ ուրիշ համակարգ է լինելու։ Մեկ հոգևոր ավելի մի բան է, էլի։ Սա վանող է, օրինակ ինձ շատ աղջիկներ եկել ասել են, բայց տենց ոնց կլինի։ Ասել են, այսինքն հիմա այնտեղ մենք մեր սիրած էակների հետ չենք լինելու, չէ, բնականաբար լինելու եք, բայց այլ կարգավիճակում։ Բայց տեսնում ես, սա վանող է։ Բայց ճշմարտություն է, սա ցույց է տալիս, որ եթե այստեղ լիներ կեղծիք, եթե սա մարդու կողմից հորինված լիներ, մի վարքան, էս ինչ է։ Իսլամի պարագայում նայում ենք, այստեղ ապրեք, պահեք իսլամի այդ 5 կանոնները, այսինքն ծոմը պահեք, օրական 5 անգամ աղոթեք, նամազ արեք, գնացեք Մեքքա, Մեդինա, մի խոսքով, ինչու ոչ ջիհադի մասնակցեք, ու այնտեղ 72 այդ կույսերի հետ հավերժական սեռական հարաբերություն։ Շատ գիտես ինչն է դուր գալի քրիստոնեության մեջ։ Քրիստոսի խոսքերը այն մասին, որ սիրիր թշնամուդ օրհնիր անիծողիդ, այսինքն աչքի փոխարեն աչքը չէ արդեն։ Դա դատարանների համար է շատ կարևոր է։ Հա, այդ շատ ուժեղ միտք է ու այդ էլ բնության օրենքին դեմ ոնց որ լինի։ Մենք սովորենք, չէ՞, մեկը մեր հանդեպ սխալ բան անի, տանկ սպանենք դիմացինին։ Բայց Քրիստոս ոչ միայն ասեց, այլ նաև իր կյանքի օրինակով ցույց տվեց, որ կարա տենց լինի։ Ու ինձ հետաքրքիր է նաև այն է, որ երբ որ սպասում էին, որ ինքը պետքա թագավոր լինի հрьяաներին ազատի, բայց Քրիստոս ասաց իմ թագավորությունը ստեղից չի։ Այո։ Անտեղից է, որ ասում է, երբ որ ուզեմ հորս կարամ աղոթեմ հրեշտակների գնդեր կուղարկի։ 12 գունդ հրեշտակների ուղարկի, այո։ Շատ միտք է, լավ։ Դե հենց դա է, ու մենք հստակ տեղ ունենք նաև Հովհաննեսի ավետարանի 3-րդ գլխում, երբ որ Նիկոդեմոսի հետ խոսում է Քրիստոսը, ասում է երկրային բաներն եմ ասում, բայց չես հասկանում, բա որ երկնայիններից խոսեմ։ Սա նույնպես ցույց է տալիս, որ մեզ համար շատ բաներ փակված են ու անհասկանալի են, սահմանափակ են։ Դրա համար եմ ասում, երբ որ մենք խոսում ենք մարդու կողմից զոհված աստվածային լեգենդների, պատմությունների կամ աստվածների մասին, հստակ տարբերակելի է։ Դա մարդն է զոնել, թե չէ։ Մի sense հետաքրքիր խոսք կա, Հիսուսին զոնողը Հիսուսից ավելի մեծ պիտի լիներ։ Նույն Հիսուս Քրիստոսի կերպարին, որովհետև Հիսուս Քրիստոսը անկասկած մարդկության պատմության բարոյականության էտալոնն է։ Ամենամեծ ազդեցություն ունեցած անձնա դա անկասկած ոչ ոք չի կարող դա հերքել։ Մուսուլմանները Մուհամեդն է, բայց
ժամանակը բաժանվում մինչ իրեն ու իրենից հետո այդ արդեն մեծ բան է փոխում ու հետո ես որ մահմեդականության մեջ նայում եմ Մուհամեդը չծնվեց կույսից Մուհամեդը սովորական մահով մահացավ ամուսնացավ 9 տարեկան աղջկա հետ 6 ուսրեց լիքը տարեկան բաներ 6 ավելի փոքր 6 տարեկանում ամուսնացավ Աիշայի հետ 9 տարեկանում արդեն հարաբերվեց հետաքրքիր է նա որ այսքանը նայում ես ու տեսնում ես որ սովորական մահացել է այսինքն Քրիստոս ողջ երկին գնաց եթե ես նրանց նայես էլի Քրիստոս ավելի մեծ մեկն է քան Մուհամեդը ու հետաքրքիր է նա որ իրանք այդ ամեն ինչը ընդունում են Քրիստոսի մասին հա Իսա մարգարե են ասում իրանք լրիվ ընդունում են թե կույսից ծնվել է առանց հարաբերության աբսուրդ է հա իրոք դա շատ աբսուրդ է իսկ ինչը վերաբերվում է Աստծո գործողություններին տես հստակ միանգամից կարա առաջանա այս հարցը բա ինչու է Աստվածաշնչում ներկայացում ես Տերը կամ Յահվեն նախանձոտ Աստվածը մի խոսքով որ քեզ հանեցի Իսրայել բան եգիպտացիների երկրից եւ այլն մենք ամբողջ Աստվածաշնչում ընդհանրապես մի քիչ հիմքից պետք է գալ նախ Աստվածաբանությունը ինչ է նշանակում Աստվածաբանությունը կարծես թե թվում է Աստվածաբանություն չէ պետքա ուսումնասիրենք իմանանք Աստծո էությունը բայց դա չի նշանակում Աստվածաբանության մեջ մենք ուսումնասիրում ենք Աստծո հայտնությունները Ինչ է Աստված հայտնել իր մասին։ Այս բaragam քրիստոնեության մեջ լիարժեք ամփոփված հայտնությունները ամփոփված են Աստվածաշնչում, Աստծո մասին։ Հիմա տարածաժամանակից, նյութից, էներգիայից, մատերիայից դուրս տիեզերքը արարող Աստված իր սուբստանցիոն էությունը մեզ համար անհասանելի է, մենք չենք կարող պատկերացնել, թե ինչպիսին է Աստված, ինչպես է նա գործում։ Դրա համար Հովանես Առաքյալը իր նամակի մեջ գրում է, չէ, ասում է Աստված հոգի է ասում, որ երբեք ոչ ոք չի տեսել։ Այն իմաստով է ասում, որ մարդիկ երբեմն սա բերում են ասում են, օ, նույն մուսուլմանները ուրեմն Հիսուս Աստված չէ եւ այլն։ Չէ, սա սուբստանցիոն էության մասին է խոսքը։ Այսինքն մենք Աստծուն կարող ենք ընկալել ու հասկանալ, այնպես ինչպես նա է ինքը մեզ հայտնում։ Այս բaragam Հիսուս Քրիստոսի մարդեղացումը հենց նաեւ դրա մասին էր։ Հիսուս Քրիստոսը աներևույթ Աստծո պատկերն է։ Հիսուս Քրիստոս դրա համար, երբ որ Ֆիլիպոսը Առաքյալը հարցնում է Քրիստոսին, ասում է. Որը մեզ ցույց տուր եւ դա մեզ բավական է։ Քրիստոս ասում է. «Ինձ տեսար»։ Ինքը այստեղ մոդալիստական ինչ որ գաղափարի բան էլ կարա գա, մարդիկ երբեմն շեղում են, այստեղ նույնպես նուրբ պետք է հասկանալ այս ամեն ինչը, այսինքն ասում են, ուրեմն հայրը եւ որդին նույնն են, այսինքն երրորդաբանությունն է խախտում մի խոսքով, այդ ամեն ինչը չխորանամ դրա մեջ։ Բայց այս բaragam Քրիստոսը աներևույթ Աստծո պատկերն է, այսինքն ինձ տեսեք, հորը տեսեք, այն իմաստով էր Ֆիլիպոսը նրան հարցնում, այդ հարցը տալիս, որ ամենակարող Աստծուն ցույց տուր մեզ։ Նրանք առաքյալները դեռևս չէին հասկանում ով է Քրիստոսը։ Դե անդադ կասկածներ էր։ Թոմասը նույնիսկ չէր հավատացել, որ ինքը հարություն առե։ Որ ասում եմ, միջև մատս չդնեմ նրա կողոսկրի մեջ, չեմ հավատա։ Եթե այդտենց իրանք էին կասկածում այդքան իր այդ ապրելուց հետո, մենք պետք է կասկածենք, նորմալ է, չէ՞։ Կասկածելը նորմալ է, բայց պետք է որ սրտով փնտրենք։ Հիմա իմ ասած ամբողջ միտքը ինչու՞մ էր կայանում։ Աստծո հայտնությունները ներկայացել է Աստված մարդկանց ներկայացել է այնպես, որպեսզի մարդկանց համար ընկալելի լինի։ Մարդու պատկերացումները սահմանափակված են տարածաժամանակի մեջ ու մատերիայի։ Այսինքն մեր ամբողջ պատկերացումները մեր մարդկային փորձի մեջ է։ Գործողությունները այսպես դրա համար Աստվածաշնչում Աստծո գործողությունները 5 կտակարանում թեկուս հումանիզացվում են։ Աստված երեսը թեքեց, Աստված ձեռքը մեկնեց։ Երբ որ ասում Աստված ձեռքը մեկնեց, դա չի նշանակում երկնքից մի հատ ձեռք եկավ Իսրայելի ժողովրդին, չէ։ Այդ լեզվով է, այդ լեզուն է օգտագործվում, որ մարդկանց համար հասկանալի լինի։ Օրինակ, Աստված հիշեց իր ուխտը Աբ รา համի հետ։ Աստված զղջաց օրինակ, Աստված ձեռքը մեկնեց, Աստված երեսը թեքեց։ Այս ամեն ինչը ներկայացված է նախ Աստվածաշունչը ինչի համար է գրվել, Աստվածաշունչը նրա համար է, որ մարդիկ հասկանան։ Գրված է այնպես, որ բոլոր ժամանակների բոլոր մարդիկ կարողանան ընկալել ու հասկանալ, այսինքն 2000 տարի առաջվա հрьяաներն էլ 5 կտակարանը պիտի հասկանային, չէ՞։ Ու մենք էլ 21-րդ դարի ժամանակակից զարգացած աշխարհում ապրող մարդն էլ պիտի հասկանա։ Աստվածաշնչում այս լեզուն է կիրառվում, Աստծո գործողությունները հումանիզացվում են, որպեսզի մարդու համար ընկալելի լինի, որովհետև սուբստանցիոն Աստծուն, Աստծո էությունը, այնպեսին ինչպեսին նա կա, օրինակ Իմմանուել Կանտի ասած նոումենը, այսինքն երբ որ դա իրականությունն է, որը մարդու մտքից դուրս է, ֆենոմենը ինչ էր ասում, չէ՞, նոումեն ու ֆենոմեն։ Ֆենոմենը դա մեր փորձարարականն է, փորձարարական իմացաբանությունն է, այսինքն փորձից ինչ որ մարդը գիտի։ Բայց նոումենը նույն սուբստանցիան է, այսինքն մեր համար իրապես մենք երբեք լիարժեք չեն կարող բացահայտել Աստծո էությունը։ Դրա համար ասում մենք ճանաչում ենք
մարդեղացած Աստծո միջոցով Մի Քրիստոսի հատ հարց է գալի մոտս։ Ահա Կրոնների բազմազանությունը տեսնելով ու տարբեր ժամանակներում տարբեր պատկերացումները չեն կարող ասենք, որ կրոնը ընդհանրապես սոցիալ-մշակութային առանձնահատկություն հավաքային հիմնավորված, ու Աստված կոչվածն են, այն ժամանակ մենք ֆիզիկական երևույթներն ենք կոչել։ Օրինակ այծակը հարվածում էր, ասում էին Աստված ժղայնացավ։ Այսինքն ընդհանրապես մարդու պատկերացումները չեն էսա։ Նա ընդհանրապես փիլիսոփայության մեջ դա կոչվում է բացերի Աստծո գաղափար կամ բացերի Աստծո արգումենտ, God of Gibbs։ Ռուսերեն Bog Probelov։ Այսինքն ինչը որ բաց է, քրիստոնյա փիլիսոփաները կամ աստվածաբանները, այս պարագայում ապոլոգետները փորձում են լրացնել Աստծով։ Ու միշտ այդ օրինակներն է բերվում։ Հնում կայծակը խփում էր, մարդիկ չգիտեն այդ ինչա ու ասում են Աստված արե, հա։ Տորը հարվածեց։ Բայց նայ Աստծո պարագայում մենք պետքա կարողանանք տարբերակել բաց ասվածը լավագույն առաջարկից, լավագույն տարբերակից։ Այսինքն այս արգումենտը ինքնին թերի է, ինչու՞ է թերի, որ օքեյ, կայծակին մյուս բնական այդ երևույթներին վերաբերական, որ մարդու մտքից դուրս է, մարդը չի հասկանում։ Okay, հա, մի անգամից բռնել ասել էսպես է, նույն հեթանոսնել կասի, օրինակ, հեթանոսնել ասում էր Զևսն է, սկանդինավյան հեթանոսները ասում են Տորն է։ Հա, բայց այս պարագայում մենք Աստծո գոյության այն ապացույցները, Աստծո գոյության փաստարկները, հոգուտ Աստծո գոյության, որը ներկայացնում է քրիստոնեությունը, տենց տարական բաներ չի, որ կայծակը եղավ, չենք հասկանում, ուրեմն Աստված է։ Էլ եմ կրկնում, Աստծո գոյության ապացույցների մեջ կամ փաստարկների մեջ մենք նայում ենք լավագույն բացատրություններին։ Օրինակի համար, տիեզերքի համաչափ կառուցվածքի արգումենտի մասին վստահ եմ լսած կլինես։ Տիեզերքի համաչափ կառուցվածքը անգլերեն fine tuned universe, համաչափ նուրբ կարգավորված տիեզերք, այսինքն մենք տիեզերքում տեսնում ենք նախագիծ, մենք տիեզերքում տեսնում ենք մաթեմատիկական օրենքներ, ֆիզիկայի օրենքներ, մենք տիեզերքում տեսնում ենք հաստատումներ։ Եվ իսկապես տես, այսինքն եթե մոլորակը թեքված լինի, արևից կայրվենք բոլորս կամ կսառենք, եթե հակրակությամբ լինի։ Ֆիզիկայում տենց չի, օրինակ, ժողովրդական բանում ասում ենք երկիրը մի քիչ մոտիկ լիներ, սենց կլիներ, բան իրականում դա մեծ ֆիզիկական process է, երկիրը իր առանցքի շուրջն է պատտվում, հետո ամբողջ տարին արեգակի շուրջ։ Եթե այդ process-ը ուրիշ ձև լիներ, օրենքները դրա համար, ֆիզիկայի հաստատումները։ Ամենապարզ օրինակը բերեմ, գրավիտացիան, G, օրինակ։ Եթե գրավիտացիան թույլ լիներ, աստղերը, մոլորակները չեն ձևավորվի։ Գրավիտացիան ինչա զանգված ունեցող մարմինների օբյեկտների իրար ձգող ուժն է, չէ՞։ Այդպես են ձևավորվում աստղերը ձգվելով։ Մատերիան այդ իրեն ձգում է ու ձևավորում են աստղերը, մոլորակները։ Եթե թույլ լիներ, ոչ մի բան չէր լինի, բնականաբար երկիր մոլորակը նույնպես չէր լինի։ Իսկ եթե ուժեղ լիներ, ինչ կլիներ։ Քաոսային վիճակ կլիներ։ Չեն ձևավորվի։ Հստակ օրինակ է։ Նույն պարագայում ջրի պարագան նայենք։ Ես միշտ այս օրինակը բերում եմ H2O-ի կամ ջրի։ Տես, երբ որ մենք ուզում ենք ջուրը սառեցնել, չէ՞, օրինակ դու կաֆեում նստած ես ու սուրճ ես պատվիրում կամ հյութ, ուզում ես սառը լինի, ինչ ես ասում։ Ասում ես սառույցով, չէ՞, բերեն։ Ու երբ որ բերում են սառույցով, դու այդ սառույցը, որպեսզի քո այդ հյութը կամ սուրճը սառի, դու խառնում ես ջուրը, չէ՞։ Խառնում ես, որ ինքը սառի։ Ինչի, որովհետև սառույցը չի սուզվում ջրի մեջ։ Եթե սառույցը սուզվեր ջրի մեջ, ինքը միանգամից կսառեր։ Չէ՞, ինքը ընդարձակում է, մնում է վերևը։ Հիմա պատկերացրու, օրինակ Անտարկտիդայում, Գրենլանդիայում կամ ուրիշ այդ ցուրտ վայրերում, պատկերացրու ընդհանրապես սառույցը լրիվ ուրիշ ձև աշխատեր ու սառույցը իջներ, սուզվեր, այլ ոչ թե ընդարձակվեր ու մնար վերևում իր զանգվածով։ Ինչ կլիներ։ Հաճելի չէր լինի։ Պատկերացնում ես ամբողջ օվկիանոսները, ծովերը կսառեն, բայց չեն սառում։ Ընդարձակում ենք ու մնում այնպես, որ պայմանները լինեն կյանքի։ Այսինքն տիեզերքի նուրբ կարգավորվածությունը շատ հստակ է։ Դրանից բացի, օրինակ, նուրբ կարգավորվածությունը թե մենք տեսնում ենք ֆիզիկայի մեջ, այսինքն տիեզերքի հաստատումների մեջ, օրինակ, լույսի արագությունը կամ տիեզերքի ընդարձակման արագությունը, որ մեծ պայթյունից հետո մինչ հիմա տիեզերքը ընդարձակվում է, ու դա դիտարկելի է հստակ, օրինակ։ Հաբլի տելեսկոպով մենք տեսնում ենք արդյունքը, որ գալակտիկաները իրարից հեռվանում են։ Այդ կարմիր բացատները եւ այլն։ Եթե տարագությունն էլ մի քիչ թույլ լիներ կամ ավելի արագ լիներ, կյանք հնարավոր չէր լինի։ Բայց իմ մոտ հարց առաջան։ Okay, եթե այսքան ապացույցներ կա, խեն մեծ անուն գիտնականները աթեիստ։ Ռիչարդ Դոկինսը, փիլիսոփաներից Ֆրիդրիխ Նիցշեն, Բերտրան Ռասելը, որ հանճար է միանշանակ, չեն իրանք բոլորը աթեիստ ամեն։ Փիլիսոփան հոգեբաններից էլ Ֆրեյդը, ով որ հոգին հասկացել է մարդու այդ հոգեկան կոչվածը։
Իսկ ինչա Եվ յալում այս էլ ասել։ իսկ ինչա Իսահակ Նյուտոնը թեիստ, ինչու է Յոհան Կեպլերը թեիստ, Գրեգոր Դե Մենդելը այն թեիստ։ ժամանակ աթեիստ լինելը ձեռ չէր տալի, Հա։ որովհետև գիտնականներին ավելի շատ շանսեր էին տալի առաջ գնալու, ֆինանսավորում եւ Ահա, օքեյ, իսկ դու գիտես, որ քրիստոնեական եկեղեցին ընդհանուր թե կաթոլիկ թե բողոքական թե մյուսները, նամանավանդ Եվրոպայում կաթոլիկները բողոքականները, աթեիստներից բացի ամենաշատ ում էին ատում ու տեղ չէին տալիս։ Հերետիկոսներին։ Դե այդում էին, չէ՞։ Իսահակ Նյուտոնը չի հավատացել երրորդությանը։ Յունիտարիանիստ է եղել։ Պատկերացրու, եթե օրինակ Իսահակ Նյուտոնի նպատակը այն էր, որ ինքը պարզապես առաջ գնա ու խափի ասի, հա, ես հավատում եմ Աստծուն, որ օրինակ իրան նախ Իսահակ Նյուտոնի ժամանակ արդեն չկար ինկվիզիցիա, Նյուտոնը Անգլիայում էր այդ ժամանակ ռեֆորմացիայից հետո անգլիկան եկեղեցին էր ու այն պատկերացումը չէր ոնց որ Ջորդանա Բրունոին վառեցին, բանին դատում էին մի խոսքով։ Կոպերնիկը։ Հա, մի խոսքով, հա։ Ամբողջ միտքեն սրա մեջ է, մարդիկ պատկերացնում են, ովքեր որ պատմական այդ շրջանից տեղեկություններ չունեն, Նյուտոնն էլ է ասել է դրա համար։ Նյուտոնը իրան դարձրել է անգլիկան եկեղեցու աչքի փուշը, ինքը իրան ներկայացրել է որպես հերետիկոս, բայց այդտեղ մեր արգումենտը չի տուժում, օրինակ իմ ասածը։ Այդտեղ Նյուտոնը մեծագույն գիտնական է, բայց վատ աստվածաբան։ Հիմա ինքը ինչի երրորդությունը չէր ընդունում, այդքան կարևոր չի, ինքը աստվածաբան չի, փիլիսոփա չի։ Բայց այն որ ինքը լավ գիտնական է ու իր գիտությունը, իր գիտությամբ, իր գիտական հետազոտությունները կատարելով, բացահայտելով նույն ձգողականության ուժը։ Ասма ոնց կարանք հավատանք այդ օրենքներին, չհավատանք օրենքը տվողին, չէ՞։ Հենց այդ եմ ասում, այսինքն միտքը հիմա ինչի ինքը երրորդությունը չի ընդունում, դա այլ հարց է, բայց փաստացի այն որ ինքը հավատացել է Աստծո գոյությանը, բնական նախագծողի այն ճշմարտությանը, որ տիեզերքի էս ամեն ինչի հետևում կանգնած է բանականությունը, ով որ նախագիծը տվել է, դա փաստ է։ Էլի եմ ասում, Նյուտոնը, Գրեգոր Մենդելը գենետիկայի հայրն է, Յոհան Կեպլերը աստղաֆիզիկայի հայրը համարվում ժամանակակից, ինքը նույնպես քրիստոնյա է։ Ժամանակակից գիտնականներից, որ ողջ են հիմա, Ֆրանսիս Քոլինս, աշխարհի ամենահայտնի, ամենամեծանուն կենսաբաններից մեկն է։ Մարդու ընդարձակված գենոմի այդ մեծ հետազոտության երկար տարիների ղեկավարն է եղել ԱՄՆ-ում։ Ինքը քրիստոնյա է։ Չենք կարող ասենք ախր դա ինքը վախիչ սերնելով չի հավատում։ Չէ, որ ասում եմ Մավան Շեմինը հավատացող աթեիստ դառնում, աթեիստը հավատացող։ Մավան վախն է։ Տենց մի պատմություն մենք ունենք Անթոնի Ֆլյու։ 20-րդ դարի ամենահայտնի աթեիստ փիլիսոփան էր, գիտության փիլիսոփա։ Ամենահայտնի աթեիստ փիլիսոփան էր Անթոնի Ֆլյուն։ Տասնյակ տարիներ քրիստոնեության ամենահայտնի մտածողների, ապոլոգետների, փիլիսոփաների հետ ինքը ունենում էր բանավեճեր ու չէր ընդունում Աստծո գոյությունը։ Մինչև ծեր տարիքում 2006 թվականին ինքը հրատարակեց մի գիրք Աստված գոյություն ունի, ինչպես աշխարհի ամենահայտնի աթեիստը փոխեց իր միտքը։ Գնաց նույնքո էս ասացի պես, էտա բիձան ծեր մարդ արդեն խփնվել է, վախենում է, դժոխք կընկնի սենց։ Բոցը գիտես որն է այստեղ հետաքրքիր է։ Ինքը տենց էլ քրիստոնյա չդարձավ, ինքը կրոն չընդունեց ոչ մի։ Ինքը ասեց, երբ որ Լիստրոբելը հայտնի քրիստոնյա եղին է, գնաց իր ու լրագրողը նաև, գնաց իրենից հարցազրույց վերցրեց ինտերնետում էլ կա, հարցնում է, ասում է, քո կարծիքով լավ, օքեյ, դու չես ընդունում կրոնները, բայց ամենատրամաբանական կրոնը ամեն դեպքում, որը բարոյապես եւ տրամաբանորեն արդարացի է ու ամենաշատ փաստերը կան հոգու դրա, ինքը անվանեց քրիստոնեություն, ասեց, բայց մեկը ես չեմ ընդունում։ Ինքը դարձավ դեիստ, ոչ թե թեիստ։ Ինքը հավատաց Աստծո գոյությանը, ինքը ասում էր ես հավատում եմ Աստծո գոյությանը, որովհետև իմ հետազոտությունները ցույց տվեցին դա։ Տիեզերքում իրապես կա հստակ նախագիծ, հավասարաչափ, այսպես ասած, համաչափ կառուցված։ Նաև ինքը ուսումնասիրություններ էր կատարում հենց գենետիկայի մեջ, ԴՆԹ-ն, կենսաբանության մեջ, դե ընդհանրապես կենսաբանության մեջ դու գիտես, ԴՆԹ-ի մեջ 3 միլիարդից ավել նուկլեոտիդային նիշ կա, այսինքն ինչ է դա իրանից ներկայացնում։ Ամբողջ մարդու ԴՆԹ-ն, գենետիկ հիշողությունը, ասենց ասած, ինֆորմացիան այդ նիշերի մեջ է, 3 միլիարդից ավելի։ Ադենին, թիմին, ցիտոզին, գուանին ԴՆԹ-ի մեջ ու պատկերացրու 3 միլիարդ նիշ հստակ քերականությամբ, այնպես դասավորված այդ 3 միլիարդ նիշը, որ ամբողջ այդ գենետիկական ինֆորմացիան չխախտվի։ Եթե ինչ-որ մի բան հանում ենք տեղից, հիմա լինում է մարդիկ երեխաներ են ծնվում, օրինակ որ մի բան դուրս է օրինակ։ Եթե մի տառը պատկերացրու 3 միլիարդից այդ մի նիշը, մի նուկլեոտիդային այդ նիշը
տարբեր է լինում, ամեն ինչ խախտվում է։ Միթե սա նախագիծ չի։ Նույն Անթոնի Ֆլյուն հենց այս ամեն ինչը բացատրելով ասեց ես հավատացել եմ։ Ու երբ որ իրեն մեղադրում են, ասում են արելա որ դժոխք չգնա, այդ մարդ չէ, այդ մարդը ոչ դարձավ քրիստոնյա, ոչ դարձավ մուսուլման, ոչ էլ այլ կրոնի հետևորդ եղավ։ Իսկ քրիստոնեությունը պարտադրում է, չէ, ասում է որ պետք է հավատալ Քրիստոսին, փրկությունը Քրիստոսի միջոցով է։ Իսլամում փրկությունը Ղուրանին, Մուհամեդին հավատալու Առասարակ կրանները, որ մենք նայում ենք ուշադիր, տեսնում ենք, որ մարդկանց իշխելու համար է ստեղծված, այսքան վախի եւ մեղքի զգացում է առաջացնում։ Քրիստոնեության մեջ մի բան է դուրս չի գալի ասեմ։ Այնքան բարձր արժեքներ ա քարոզում, որ աշխարհում ոչ մի մարդ չի կարող բայ գրեթե 99% դեպքում։ Ու դու քեզ անդադ ոնց որ մեղավոր զգաս ու թերի։ Եթե Որ դու մարդը կատարյալ կարողանա չես։ լիարժեք պահել, 100%-անոց պահել, օրենքը պահել, Քրիստոսը չէր գա։ Հենց քրիստոնեության տրամաբանությունը սրա մեջ է։ Մյուս կրոնները առաջարկում են մեխանիզմ, որ մարդը փրկվի, մարդը ազատվի մեղքից։ Քրիստոնեությունը ասում է, չէ, դու չես կարող ինքնական, դու ինքդ չես կարողանալու այդ մեղքը ինչու Քրիստոսը մարդացավ ընդհանրապես։ Աթանաս Ալեքսանդրիացին եկեղեցու հայրերից 4-րդ դարի եկեղեցական հայրը մի հիանալի մեծ աշխատություն ունի, որը կոչվում է Քրիստոսի մարդեղացման մասին։ Այդպես է կոչվում աշխատությունը, ինքը հստակ կետերով գլուխներով ներկայացնում է իմաստը։ Տես, ժամանակակից օրինակ բերեմ։ Երբ որ պետքա վիրահատական միջամտություն, երբ որ օրգանը օրինակ արդեն չափից դուրս տուժած է, տուժել է, փչացել է, այսպես ասած, փող պատվաստում է պետք։ Ինչքան էլ դեղ խմեն, մարդու ստամոքսը, եթե չափից դուրս վատ վիճակում է, որ պետքա վիրահատական միջամտություն, ինչքան էլ դեղ խմես կամ սկսես առողջ ծնվել, մեկը չես կարգավորելու։ Նույն պարագայում հիմա մարդու բնության պարագայում, եթե մարդու բնությունը փչացած է, ինչքան էլ մարդը փորձի պահի պատվիրանները լավ ապրի, Բոմբայի պատվիրանները բայի, այո, բնությունը մեկը փչացած, այնց Քրիստոսի մարդեղացումը դա էր։ նորի գաղափարն է գալի այստեղ մի տեսակ։ Այո, այսինքն Քրիստոսը եկավ մարդուն նոր բնություն տալու։ Ինքը եղավ Անդրանիկը, չէ, հարություն առած։ Երկրորդ Ադամի ծնունդը որ տա մարդկանց, չէ, այսինքն հոգևոր Պողոս ծնունդն է։ Առաքյալը Հռոմեացիներին ուղղված նամակի 5-րդ գլխում հստակ խոսում է այս ամեն ինչի մասին։ Քրիստոսի, այո, Անեքսին մարդուն Քրիստոսի, Ադամի եւ Քրիստոսի մասին։ Քրիստոսը եկավ վերականգնելու Ադամի պատճառով ընկած մարդու բնությունը։ Ու փրկությունը քրիստոնեության մեջ ձեռք բերովի չի։ Քրիստոնեությունը ընդհանրապես քրիստոնեությունը ասում է որ փրկությունը Աստծո շնորհով է հավատի միջոցով։ Եփեսացիների թղթում Պողոս Առաքյալը հստակ դա ասում է։ Այսինքն մենք փրկված ենք, մեր գինը վճարել է քրիստոնյաներիս գինը քրիստոնեության մեջ, գինը վճարել է Հիսուս Քրիստոսը։ Բայց այստեղ մի հատ Մարդը բան ասեմ, հավատալ էլի։ Միցակ կեղծ պատրանք է գալի, որ դու ոնց ուզում ես ապրես, սխալներ արա, հավատա Քրիստոսին ընդուն եւ կարող ես։ այստեղ հենց հավատա բառի մեջ է հարցը։ Ինչը հավատալը։ Արդյոք հավատքը միայն օրինակ Աստծո գոյության հավատքն է, թե դա լրիվ ուրիշ ավելի խորը Պետքա նշանակություն։ գործեր լինի, չէ՞, որ Հակոբոս Դե դա Առաքյալն ասում է ասում։ հավատքն առանց գործերի մեռած է, այսինքն քո կյանքը եթե չի փոխվում, քո միտքը Նայ կենթանի հավատք։ Հովանես 3:16 ասում է Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ նրան հավատացողը չկորչա, այլ հավիտենական կյանք ունենա։ Հիմա այդ հավատալը Հակոբոս Առաքյալը իր թղթում իդեալական արդեն բացում է հավատքը առանց գործերի մեռած է։ Դրա համար պետքա կենթանի հավատք։ Ես միշտ այս տերմինն եմ օգտագործում, ասում են օրինակ մարդը գործերով է փրկվում, թե հավատով։ Շատ կա այս հարցը քրիստոնեության մեջ դարեր շարունակ մինչև հիմա էլ քննարկվում է։ Մարդիկ կան ասում են հավատքը շնորհ է, հենց նույնիսկ հավատալն է շնորհ, այսինքն դա Աստված ընտրելով պիտի հավատով չէ։ Խորն է այս հարցերը, այս բայց երկուսը մեկտեղ չէ, պետք է լինեն։ Նայ, հա, հիմա կասեմ, տես։ Կենթանի հավատքով ենք փրկվում։ Այսինքն մարդը, եթե իրապես ունի կենթանի հավատք, նա կանի նաև գործերը։ Դու կարող ես պատկերացնել սեր առանց հոգատարության։ Չի կարա լինի։ Ոնց որ սերը չի կարող լինել առանց հոգատարության, ոնց կարա մարդը ունակ լինի, կարողանա հոգ տանել ու հոգ չտանի ու միաժամանակ ասի ես սիրում եմ նրան։ Դու չես կարա, եթե մարդը ունակ է հոգ տանելու, բայց ինքը հոգ չի տանում ու ասում է ես սիրում եմ, ստում է, ուրեմն ինքը չի սիրում։ Եթե մարդը իրապես հավատում է Աստծուն, ոչ թե Աստծո գոյությանը պետքա տարբերակել, քրիստոնեական հավատամքը չի վերաբերվում միայն Աստծո գոյությանը։ Ասում է դևերն էլ գիտեն, որ Աստված գոյություն ունի ու սարսափում են, հարցը դրա մեջ չի։ Եթե մարդը իրական հավատք ունի առ Քրիստոս, ոչ թե առ Աստծո գոյություն, այլ Աստծո
հավիտենական խոստում, Աստծո սեր, փրկagorցություն։ Ուրեմն մարդը հաստատ գործերն էլ կանի։ Քրիստոսը ասում է. «Ինձ արեցիք», ընդհանրապես դատաստանի մասին հատվածը, եթե Մատթեոսի ավետարանը կարդացել ես, Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխում Հիսուսը պատմա չէ, երկրորդ գալստյան ժամանակ, դատելու ժամանակ աջ կողմում կանգնած մարդիկ Եթե իմ այս փոքր եղբայրներից մեկի համար արեցիք, դա ինձ համար արեցիք, ապրես, եւ այո, հրաշք է այդ հատվածը։ այդ հատվածը իրապես հրաշք է։ Ու ցույց է տալիս ինքը ինչ է ասում է հիվանդը ինձ չայցելեցիք, բանտում է չայցելեցիք, ծարավեի ջուր չտվեցիք, հա, սոված էի չկերակրեցիք։ Ու հետաքրքիր է աջ կողմի կանգնածներին ինքը ասում է որ դա արեցիք ու եկեք ժառանգեք հավիտենությունը։ Իսկ ձախ կողմի կանգնածներին ինքը ասում է հավիտենական պատիժ գնացողներն եք, որովհետև դա չարեցիք, ասում են Տեր, երբ եկար։ Ինքն էլ ասում է, երբ որ իմ փոքրիկ եղբայրներից արեցիք, նրանց արեցիք, ինձ արեցիք։ Այսինքն իրական հավատը ինքնին իրենից ներկայացնում է նաև գործերը։ Առանց գործերի հավատք չկա, առանց հոգատարության չկա սեր, առանց գործերի չկա հավատ։ Ու գործերը մենակ բարի գործերը չի նաև։ Գործերը բնականաբար քրիստոնեության մեջ նաև մնացած ամեն ինչն է, այսինքն նույն մկրտությունը, հաղորդությունը, մեկտեղ հավաքվելը, ավետարանչությունը, այդ ամեն ինչն էլ է գործ, գործը մենակ օգնելը չի։ Այսինքն դե տես նույն ձև ասում են հիմա փրկությունը հավատով է, բա եթե հավատով այն չի մկրտվենք, ինչի պիտի հաղորդվենք, ինչի պիտի քրիստոնեությունը տարածենք եւ այլն։ Չէ, դա էլ է այդ նույն գործերի մեջ։ Հավատքը առանց գործերի մեռած է արտահայտությունը վերաբերում ամբողջական հայտնությունը տրված։ Եթե Քրիստոսը ասում է պետքա մկրտվես, հոգուց ինքը մկրտվեց, այսինքն այդ կարևոր բան է, պայմանը ամեն դեպքում։ Այո, մկրտությունը կարևոր պայման է, կարևոր եւ պարտադիր պայման է։ Հիմա մկրտության վերաբերյալ, որ ասում են, օրինակ ամենահստակ օրինակը բերում են, ասում են խաչի ավազակը ինքը չմկրտվեց, բայց փրկվեց։ Okay, մենք կարանք ժամանակակից օրինակներ բերենք։ Ցեղասպանության ժամանակ շատ մարդիկ կարողա չեն հասցրել փրկվել, մկրտվել, սպանվել են, բայց ցանկացել են, եթե այդ մարդիկ կարողանեն կմկրտվեն, նույնպես խաչի վրայի ավազակը, եթե ինքը իրապես հավատում էր, իսկ ինքը իրապես հավատում էր, Քրիստոսը հաստատեց դա։ Հաստատ եթե ինքը փրկվեր, իրան ասեն գիտես պիտի մկրտվես, սիրով կմկրտվեր։ Այսինքն հետաքրքիր այն մարդիկ, ովքեր որ ասում են մկրտվելը պարտադիր չի, իրանք մկրտությունը դարձնում են մի տեսակ մեծ ուխտ, այսինքն ոնց որ մկրտությունը 20, 30, 50 կիլոանոց մեշոկը պետքա գցես քո մեջքին ու բարձրանաս սար։ Տենց եմ ինձ դժվար բան եմ պատկերացնում մկրտություն։ Իրապես, եթե մարդը հավատում է ու Քրիստոս ասել է, դու պետք է մկրտվես։ Ու ինչի է ընդհանրապես մկրտությունը, հաղորդությունը այդ ամեն ինչի ինչի է մեզ պետք, որովհետև մարդու փրկությունը միայն հոգով չի, մտքով, հոգով եւ մարմնով։ Մարմինը չի վերանում, մենք գիտենք, մարդիկ հարություն են առնելու նոր մարմիններով։ Աստված մատերիան չի վերացնում։ Բնականաբար թե մկրտությունը եւ թե հաղորդությունը եւ թե մյուս խորհուրդները դրանք մատերիական, չէ, ծեսի միջոցով արվող մատերիական խորհուրդներ են, որը մարմինը տարանջվում է դրա հետ։ Մարմին, հոգի, միտք։ Մարդը ամբողջապես է մտնելու Աստծո հավիտենական արքայություն նոր երկինք եւ նոր երկիր։ Ու դրանով մարմնով, թե հոգով, թե մտքով եւ թե մարմնով, թե մատերիայով մարդը հաստատում է իր քրիստոնյա լինելը եւ Քրիստոսի փրկagorցությունն ու հաղթանակը։ Ու դրանով նույնպես հաղորդության ժամանակ հաղորդվելով Քրիստոսի մարմնի եւ արյանը։ Դա էլ է, դա նույնպես մարմինը չմպեք իմ արյունը ձեր մեջ կյանք չեք, ամեն դեպքում ինքը տվեց, ուրեմն մի կարևոր բան է։ Իհարկե կա, դա շատ կարևոր, ելի եմ կրկնում, երբ որ մարդիկ հարցնում են, բան չի, պետք հայրերն էլ են այսպես մեկնում, ընդհանրապես քրիստոնեությունը հենց այսպես է մարդը ու Clive Staples Lewis, եթե լսել ես նրա մասին, ինքը նույնպես շատ լավ իր զուտ քրիստոնեություն գրքում այս ամենը բացատրում է, որ ես հիմա չասեմ հայրաբանական, թե հայրերը ոնց են Հովան Ոսկեբերյան, Կապադովկյան հայրեր եւ այլն, բարդ աստվածաբանական տերմիններ չներկայացնեմ, նույն Clive Staples Lewis-ը հիանալի ներկայացնում է զուտ քրիստոնեություն գրքում։ Մարդը ոչ միայն հոգի է, այլ նաև միտք ու մարմին։ Մարդը նաև մարմին է, ու մարմնով նույնպես դու պիտի հռչակես հաղթությունը Քրիստոսի։ Մարմնով նույնպես պետք է հաղորդ լինես Քրիստոսին, որովհետև Աստված չի վերացնում մարմին, Աստված չի վերացնում մատերիան։ Ու դա նույնպես մտնում է այդ գործերի մեջ։ Այսինքն դե տես, դա եթե հավատնա, ուրեմն պետք է հավատամ, չեմ մկրտվելու, էլ պետք չի մկրտվել, միտեղ հավաքվել եւ այլն, չէ։ Դա նույն այն գործերին է վերաբերվում։ Այսինքն եթե իրապես հավատում ես, ելի եմ ասում, եթե իրապես հավատում ես, ոչ մի խնդիր չկա մկրտվելու մեջ, այլ մի բան էլ ուրախությամբ պիտի գնաս, իջում ես, չէ՞, Եթովպիացի ներքինին գործ քառակելոց գրքում, երբ որ Փիլիպոսի հետ տեսան այդ ավազան, ինքը միանգամից ուրախությամբ մկրտվեց։ Նույնպես եւ Պողոս Առաքյալը, չէ, ուրախությամբ միանգամից մկրտվեց։ Այսինքն Ղուրանալուց հետո դե այլ բան չէր մնում։ Չէ, դե բանի պարագայում, չէ, ինքը մկրտվում է Ղուրանալուց
երբ որ Անանյան Աստված ավելի ճիշտ Անանյան այցելում է, Աստված Անանյան Ուժում է միջոցով աչքերը, ուզում է, բայց ներքինին տես, օքեյ, Պողոսը Սողոս Տարսոնեցին էր Գամաղիելի աշակերտը հայտնի, բայց ընդհանրապես ներքինին անծանոթ մի մարդ, ով ընդհանրապես կարդում էր Եսայի մարգարեության խոսքերը, այդ սալիկը ու Ֆիլիպոսը բացատրեց, հավատաց, մի անգամից տեսավ ուզեց մկրտվել։ Բարդ բան չկա դրա մեջ։ Իրապես, եթե մարդը ունի նա, ելի եմ կրկնում, բացառություններ կան, բայց այդ դեպքերը, այդ բացառությունները, որոնք այնպես է դարսավորվել աշխարհը, պատճառ-հետևանքային կապը, իրադարձությունները, որ այդ մարդիկ այդ իրավիճակների մեջ են եղել, այսինքն նույն ցեղասպանության ժամանակ մարդը չի ասցրել մկրտվի։ Կամ պատկերացրու ինչ-որ միտեղ Ճապոնիայում գնացել են քարոզչության, քարոզել են, ընդունել ու միանգամից եկել իրանց սպանել են։ Այդ մարդը, եթե իրեն ասեին, հասցնեին ասել, որ պիտի մկրտվի, անկասկած կմկրտեր։ Խաչի վրայի ավազակը, եթե իրեն ասեին մկրտվի, ինքը անկասկած կմկրտվեր։ Սուրբ երրորդության անունով, հոր, որդու եւ Սուրբ անունով։ Ստե մի քիչ նոր փաթված կասում են, դե մինչեւ Քրիստոսի մահ, մինչեւ տաճարի վարակվիրի պատրվելը, չէ, ինքը մահացավ, այսինքն հին ուխտով գնաց Շեոլ եւ ասել սենց հարցեր էլ կա, բայց ամեն պարագա միտքը նույնն է, այդ բացառությունները կան, օքեյ։ Դրա համար ես ժամանակակից օրինակը բերեցի։ Հիմիկվա օրինակ ցեղասպանության ժամանակ մկրտված չհասցրած այդ մարդն էլ ով չի հասցրել մկրտվել, ինքն էլ արդեն նոր ուխտի մեջ է ապրում կամ մի ուրիշը։ Կան բացառություններ, բայց ել եմ կրկնում, եթե դա գրված է, ուրեմն դա պետքա լինել ու այդտեղ բարդություն չկա, պետք չի բարդացնել։ Դա նույն գործերի մեջ է, կենթանի հավատքը բերում է գործեր։ Մյուս հարցն է գալիս հիմա։ Ամեն դեպքում շատ մարդիկ առանց Աստծո էլ նորմալ ապրում են, թե բարոյական առումով են նորմալ ապրում, թե իմաստ ունի իրենց կյանքը։ Ով ասեց, որ պարտադիր է այդ հավատքը, որովհետև Աստվածաշնչում բան է, չէ, եթե իմ հետ չեք, ուրեմն իմ դեմ եք։ Մարդ չի կարող ուղղակի իր համար ապրի, առանց դեմ ու կողմ լինելու։ Տես, այստեղ հարցը կայանում է նրա մեջ, որ Աստված պարզապես մեկ այլ անձ չի, որ դու կամ իր հետ ես կամ իր հետ չես, ոնց որ մարդիկ, այսինքն ես կամ քո հետ եմ կամ քո դեմ եմ, երկրի ղեկավարի հետ եմ կամ դեմ եմ, ընդդիմություն եմ։ Տենց չի, Աստված հավիտենությունը սկզբնավորողն է, Աստված կյանքի աղբյուրն է, հավիտենական կյանքի այդ բոլոր արժեքների, ոնց որ ես ասացի, չէ, սկզբում, սիրո, խաղաղության, ներդաշնակության, այդ ամեն ինչը սկզբնավորողն է, այդ ամեն ինչի աղբյուրն է։ Ու եթե դու հակառակ ես կանգնում այդ ամեն ինչին, դու ավտոմատ կորցնելու ես այդ ամեն ինչը։ Դրա համար եմ ասում, այս հարցերում չպետք է միմիայն Աստծուն վերաբերել, որ ոնց որ ինչ-որ անձ, ինչ-որ ղեկավար։ Եթե դու որպես մարդկային աշխարհի երկրի ղեկավար, որպես եթե վերաբերվես, կամ իր հետ ես կամ ընդդիմություն ես։ Կամ չես կարա լրիվ ուրիշ աչդ քաշած ապրես, ոնց ընտրություն չգնացող մարդկանց պես։ Չէ, սրանից կախված է քո ապագան։ Այսինքն քո հավիտենական ապագան կախված է սրանից, դու կամ կյանքի աղբյուրի մոտ ես, կամ վառարանի մոտ ես, այսպես ասած, կամ վառարանի մոտ ես, կամ դուրս ես գալիս, դուրս եկար սառելու ես։ Աստծո պարագայում Աստված հավիտենական կյանք տվողն է, հավիտենական կյանքի աղբյուրն է։ Հիմա, հա, սոցիալական բանում ես մի քանի 60-70 տարիներում միջինով ասված, մարդը կարա մտածի առանց Աստծո ապրեմ եւ այլն, բայց արժեվում հավիտենություն կա։ Եվ վերջի վերջո կյանքում էլ մարդը միևնույն է ունի Աստծո կարիքը։ Այսինքն նույն ագնոստիկների մասին խոսենք, երկու տեսակի ագնոստիկներ կան, չէ՞։ Առաջինը փնտրող ագնոստիկներն են, այսինքն այն մարդիկ, ովքեր ճշմարտությունը փնտրում են, ուղղակի ուսումնասիրում են դեռ որոշում չեն կայացրել, իրենք թեիստ են, թե աթեիստ են, կամ եթե թեիստ են, որ կրոնին են հետևում։ Մուսուլման են, քրիստոնյա են, արևելյան կրոններին են հետևում, մի խոսքով։ Կամ փնտրող ագնոստիկներ, որոնց այդ դիրքորոշումը հարգելի է, ավելի հարգելի է նույնիսկ, քան կուրորեն հավատալը։ Քննում են, Աստվածաշունչը նույնպես Պողոսը, Պետրոս ասում են քննեք։ Բայց կան թքած ունեցող ագնոստիկները։ Ինքնախաբող ագնոստիկները, այսպես ասած, ինչի։ Մարդիկ, ովքեր ասում են, մենք թքած ունենք, մեզ չի don't care, մեզ չի հետաքրքրում այդ ամեն ինչը։ Նրանք ստում են։ Գիտես ինչի, որովհետև ես միշտ այս հարցն եմ տալիս, ասում եմ, ցանկացած մարդ իր կյանքում գոնե մի անգամ օրինակ կորցնում է իր հարազատին, սիրելի մարդուն։ Ու միշտ այս հարցն եմ տալիս, ասում եմ, դուք լուրջ ինձ ուզում եք ասել, որ երբ որ ձեր աչքի առաջ ձեր սիրելի մարդուն, հարազատին, բարեկամին, ընկերոջը կամ սիրածեակին դնում են հողի մեջ, ձեր մտքով չանցավ այն միտքը, որ միթե սա վերջն է։ Իսկ շատերը մտածում են, որ վերջն է, մահացարու վերջ։ Իսկ հնարավոր է, որ չէ, ես չեմ խոսում այ աթեիստների մասին, ես չեմ խոսում նրանց մասին, ովքեր արդեն կանխակալ այդ որոշումը ունեն։
Ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր ասում են թքած ունեմ։ Ընդհանրապես ինչ չի հետաքրքրում։ Միթե մարդը մտքով չի անցնում, որ ես կուզեի էլ իրան գրկեի։ Ես էլի կուզեի այն մարդուն, իմ սիրելի մարդուն, ում հիմա իջեցնում են հողի մեջ ու ես այլևս այս աշխարհում նրան չեմ տեսնել, նա մահացավ, միթե սրանով վերջ օրինակ իմ ու նրա մեջ եղած սիրում։ Միթե դա ինքնախապեյություն չի ինչ որ չափով, եթե խորանանք լավ ռացիոնալ մասով ու չընդունում է, որ օքեյ, վերջ, կորցրել ես, մնում է ցավը ապրել ու շարժվել առաջ։ Դե Ու տես մաքսիմում ինչ կարաս անես, այդ քո հիշողությունները ունենաս ու փոխանցես այդ, էլի։ դա արդեն կանխակալություն է։ Երբ որ այս պարագայում, երբ որ դու միանգամից դա ես անում, դու չես քննում այն ինչը կա։ Այս պարագայում դրա համար ես միշտ ասում եմ, եթե աթեիստը իրեն աթեիստը համարում առանց ծանոթանալու այն ամեն ինչին, ինչ օրինակ ներկայացնում է քրիստոնեությունը, ինչը ներկայացնում է կամ թեիզմը, հոգու աստուգոյության խոսվող այդ փաստարկները, ապացույցները, այդ ամեն ինչը։ Եթե ինքը առանց այդ քննելու անում, դա մեծ խնդիր է։ Ստեղից գալիս է Բլես Պասկալի հայտնի գրազը։ Եթե ես հավատում եմ Աստծուն եւ նա չկա, ես ոչինչ չեմ կորցնում։ Բայց եթե ես չեմ հավատում, բայց նա կա, ուրեմն կորցնում եմ ամեն ինչ։ Շատերը մտածում են, նա ես ասեմ, շատերը մտածում են, ասում են Պասկալ էս գրազը բերել է որպես կույր հավատ, այսինքն վախենալուց պիտի հավատամ, չէ։ Երբ որ դու կարդում ես Պասկալի մտքեր աշխատություն հենց այդպես է կոչվում, ինքը հստակ բացատրում է ինչ է այս նշանակում։ Սա ոչ թե վերաբերվում է հավատացող կամ չհավատացողներին կամ հավատացողները պիտի վախենան հավատան, ոչ թե դրան է վերաբերում, այլ վերաբերում է հենց այդ իմ ասած թքած ունեցող մարդկանց։ Այսինքն ամբողջ այս խոսքը ասում է գոնե ծանոթացիր այն ամեն ինչին, ինչը ներկայացնում են օգուտացող։ Շատ մարդիկ ծանոթանում են, բայց տեսնում են այդ հակասությունները եւ էլ չեն հավատում, ու նաեւ այս բանն է։ Եթե Աստված չկա ու ես հավատում եմ, ուրեմն ես խաբեության մեջ եմ։ Եթե Աստված չկա, ուրեմն Աստված չկա։ Միթե դա ավելի է քեզ վնասում, քան հավիտենական կորուստը։ Եթե խորանանք, հաստատ մենք էլ չգիտենք մավանից հետո ինչ ալու։ Ես ինքս հավատում եմ Աստծուն, բայց ես նորմալ լիարժեք կյանքով եմ ապրում։ Ես միայն չեմ աշխատում եմ չգործել այն, ինչը նույնիսկ այդ աթեիստ մարդն էլ աշխատում է, օրինակ չգործի։ Մեղքը, չէ, ես աշխատում եմ չգողանալ, չխաբել, չստել, չսպանել, մի խոսքով, խաբելն ու ստելն նույն բառն է, լավ, մի խոսքով, խարդախություն չանել։ Այսինքն հետաքրքիր sense մի բան կա, որ ասում են օրինակ քրիստոնեություն կրոնը մարդուն կառավարելու համար է։ Տես, եթե մի բան մարդուն կառավարելու համար, ուրեմն պետք է ունենա օրենքներ, որոնք անիմաստ են, անհասկանալի։ Իմաստը, այս մի բանը եթե արեցիր, երբ որ կա օրենք, որը քո բնության հետ չի համապատասխանում, քո մոտ հարց առաջացնում, ես ինչի պետք է ես չանեմ։ Ես կարամ ասեմ, օրինակ խի երեխային ասում են շատ քաղցր մի կեր կամ բան մի արա, որովհետև դա իրան վնաս է, ինքը չի հասկանում, ինքը ուզում է իրան հաճելի է, բայց հաստատ վնաս է իրան։ Դեռ մեծ շատ բաներ։ Չէ, հա, բայց այս պարագում, չէ, օրինակ ինչ որ մի օրենք կա, որ դու պարտադիր սենց պիտի անես, սենց պիտի անես։ Այն օրինակ հնազանդվեցեք ձեր իշխաններին, ասենք այդ աշտի որ քաղաքական ինչ որ բան է։ Բայց դու կոնտեքստում պիտի հասկանաս այդ խոսքը Պողոս Առաքյալը երբ որ ասում է մի քանի տեղ Կողոսացիների մեջ էլ ասում, Հռոմեացիների մեջ էլ ասում, այդ արտահայտությունը նուրբ պատմական կոնտեքստ ունի։ Հեսա դրան եք անդրադառնանք, այս միտքը ավարտենք։ Իմ ամբողջ ասած այն է, որ եթե այն պատվիրանները, որոնք ներկայացնում է տվյալ կրոնը, տվյալ ուսմունք հեսպարագայում քրիստոնեության ամբողջությամբ համապատասխանում են մեր ներքին բարոյագիտությանը, այսինքն հստակ ցույց են տալիս, մենք մեր ներսից էլ գիտենք, որ այդ ճիշտ է, որ մենք մենք մեր ներսից էլ գիտենք, որ գողանալը սխալ է, մեր ներսից էլ գիտենք, որ սպանելը սխալ է, ստելը սխալ է։ Երբ որ մենք կամ դիմացինին սիրելը կարևոր է, եղբորդ պիտի սիրես, չպիտի ատես։ Երբ որ մենք ներսից ամեն ինչ արդյոք տենց է, մեր ներսից ի սկզբանե կա, թե մարդիկ ներքնայնացնում են կյանքի ընթացքում։ Օրինակ, ցեղեր կա, որտեղ գանիբալիզմը նորմալ է, մարդակերությունը։ Բայց այդ ցեղերի մոտ էլ կա իրանց օրենքները։ Ոչ մի տեղ լիքը էքսպերիմենտներ կան, որ նույնիսկ վայրի ցեղերի վրա են արել ու ցույց են տվել, որ իրանց մոտ հստակ կա բարոյականություն։ Օրինակ անարդար սպանություն ցեղերի մեջ չկա, որ իրանք օթից բռնեն, մեկը մյուսին խփի։ Սենց մի միտք կա, այստեղ արդեն գալիս ենք բարոյականության փաստարկ, հա, խոսենք։ Դրանից էլ խոսենք, կամ կարանք հիմա խոսենք բարոյականության փաստարկը, օրինակ, որ մենք ունենք բարոյական գիտակցություն, կա բարոյական օրենք, ուրեմն պետք է լինի օրենսդիրը։ Կամ բացարձակ չէ մեր ներսում, մեր հոգին ոնց։ Հա, դա վկայում է աստուգոյության մասին, դա խոսում է հոգուտ աստուգոյության, որովհետև եթե չկա բացարձակ այդ արժեքը, չկա այդ օրենքը բարոյականության, ուրեմն ամեն ինչ զուր է, սա մարդածին մարդու կողմից հորինված բաներ է։ Նամանավանդ այն բացատրությունները, որոնք տալիս են օրինակ աթեիստները,
Այս պարագայում նոր աթեիստական շարժման մասին վստահ եմ լսել ես։ Ռիչարդ Դոկինս, Դենիել Դենեթ, Սեմ Հարիս, այնտեղ Քրիստոֆեր Հիչենս, Մարկել Շերմեր եւ այլն։ Ովքեր լավ ռետորներ էին, լավ ռետորաբանություն են, բայց արգումենտացիոն տեսանկյունից նույն բարոյականությունը Դոկինսը փորձում է էվոլյուցիայով բացատրել, ալտրուիզմով, ասում է հնուց եկել, այսինքն ցեղերում փոխադարձ շահի, այսինքն ես քեզ բանան եմ տալիս, ակնկալում եմ որ դու դրա դիմացինց խնձոր կտաս, տենց եկավ ու համախմբված որ չլինեին կվերանային դրա համար պետք է էլի որ բայց հիմիկվա ներկայիս էս բացարձակ էս ամեն ինչը, էս բարոյականությունը, նույնիսկ ինքնազոհությունը ինքը ուղղակի ներկայացնում է կողմնակի էֆեկտ, ռուսերեն ասած պաբոչնի էֆեկտ, այսինքն շեղված ինչ որ բան։ Պատկերացնում ես, այսինքն մարդը երբ որ իր կյանքը տալիս է առանց շահի, հանուն չգիտեմ, դիմացինին փրկվելու, օրինակ նույնիսկ անծանոթ երեխային փրկելու, միթե մեր ներսի խիղճը չի ասում, որ դա մեծագույն բարոյական արարք է, դա հերոսություն է։ Միթե դա ուղղակի մենք կարող ենք անվանել ինչ որ կողմնակի, Դոկինսը գիտես ինչի է դա համեմատում այդ աթեիստ հեղինակ, ասում է ոնց որ սեռական ցանկությունները։ Ասում է սկզբում սեռական ցանկությունները միայն սերունդներ տալու համար են, սերունդները շարունակելու համար են, հետագայում դառան հաճույք, չէ՞, ասենց։ Պաբոչնի էֆեկտ էր, այսինքն կողմնակի էֆեկտ։ Ինչպես կարելի է համեմատել, օրինակ, երեխան ընկնում է ավտոյի տակ, մարդը գնում վազում է, երեխային բրդում է, ինքը մահանում է փրկելով այդ երեխային։ Միթե մեր մեջի խիղճը չի ասում, որ դա իրապես մեծագույն բարոյական արարք է, դա փրկություն է, իր կյանքը զոհեց անուն դիմացինի։ Միթե ավելի մեծ էր ոչ ոք չունի, քան եթե մեկը իր կյանքը դնի իր բարեկամների համար, այդ լավ խոսք է շատ։ Միթե մենք կարող ենք դա համեմատել սեռական ցանկության կողմնակի էֆեկտի հետ, այսինքն եթե շատ ֆիզիկական նայես, հա։ Նայ, եթե շատ ֆիզիոլոգիական, էլի անկենթան մատերիալից եկան գիտակցություն ձեռքին, բայց հակառակն է։ Բարոյականությունը ֆիզիոլոգիական չի։ Շատերը կան, որ բարոյական նույն Ֆրեյդն է մյուսներն էլ բնազդներին են վերագրում, բայց բարոյականությունը բնազ չի, դու ինքդ հոգեբան ես։ Տես, մի հատ sense բարձ օրինակ բերեմ։ Ասում են բարոյականությունը նույնպես բնազդ է, այսինքն այդ օգնելու բնազդն է։ Պատկերացրու, դու մի իրավիճակում ես, երբ քայլում ես ու լսում ես մի աղջիկ կամ տղա երեխայի ձայն, օգնեցեք, փրկեք։ Այդ պարագայում քո մոտ երկու բնազդ է առաջանում։ Առաջինը նույն այդ օգնելու բնազդը, կարեկցանքի, որ դու գնաս ու օգնես իրան, փրկես, չէ՞, այդ նույնը ցեղական բանից որ եղել է։ Երկրորդը քո ինքնապահպանման բնազդը, ռուսերեն ասած ինստինկտ самосохранения։ Այսինքն դու երկու բնազդ ունես։ Բայց ստեղ բոլոր մարդիկ գիտեն, որ մեկը քո խղճի վրա ազդելու անընդհատ, եթե դու թողես ու գնաս, դու անընդհատ մտքով իմանալու ես, չէ, ես պիտի մի հատ տեսնեի, ես պիտի ստուգեի, այդ երեխուն կարող է ես փրկեի։ Տեսնում ես, ստեղ մենք տեսանք երկու առանձին բնազդ, ինքնապահպանման բնազդը ու օգնելու կարեկցանքի բնազդը։ Բայց քեզ մի բան տանջում է։ Այդ բանն է հենց այդ բարոյական օրենքը բնազդների մեջ չի։ Պատկերացրու բնազդները դրանք ստեղերն են դաշնամուրի։ Մեկը մի ստեղն է, մյուսը մի ստեղն է։ Բարոյական օրենքը նոտան է, քո դիմաց դրված։ Հասկանում ես, բնազդել չի։ Սա արդեն հստակ Դա կվիճ էր քո հետ, ասելը որ դա ընդհանրապես սուպեր էգոն է, սոցիումի կողմից յուրացված։ Այսինքն մեր եսի մի մասն է ընդհանրապես։ Ու դա բացարձակ է, այսինքն մենք իրավունք չունենք ոչ ոքի մեղադրելու, եթե ինչ որ մեկի մոտ դա չկա, բայց մենք մեղադրում ենք։ Դե իրականում մենք մեղադրում ենք, որովհետև սոցիալական մարդկանց է վնասում։ Դրա համար բանտ ենք նետում։ Ինչի, իսկ մի մարդուն վնասում է, մյուսին օգուտ է բերում։ Ադոլֆ Հիտլերը իր ազգին հստակ օգուտ է բերել։ Ինչի, ինքը պիտի մտածեր։ Okay, պատկերացրու սենց։ Ես Ադոլֆ Հիտլերն եմ, հուսով եմ սրա համար չեմ բլոկես վիդեոն։ Ես ենթադրենք Ադոլֆ Հիտլերն եմ ու ասում եմ. ես թքած ունեմ էվոլյուցիան ոնց է զարգացել։ Ես թքած ունեմ էվոլյուցիայի ընթացքում այդ սոցիալական կարգերը, հասարակական այդ ամեն ինչը ոնց է զարգացել, մարդկանց իրար օգնելը, պահպանվելը եւ այլն։ Ինձ հետաքրքիր է իմ շահերը, իմ ազգի շահերը։ Ես պատրաստ եմ հանուն իմ ազգի եւ հանուն իմ շահերի ոչնչացնել դիմացինից, թշնամիներից, նաև նրանց ազգը, ինչպես ինքը ցեղասպանություն արեց հոլոկոստը։ 6 միլիոնից 60 միլիոն մարդ իր պատճառով մահացավ, 6 միլիոն մարդ էլ հենց ինքը հրյա ցեղասպանության ենթարկեց։ Տես, պատկերացումները էվոլյուցիան կարա հələ միտեղ բացատրի։ Բարոյական թե ոնց մեխանիզմը եկավ հասավ սրան, բայց երբեք չի կարա բացատրի պարտավորվածությունը։ Էվոլյուցիան կարա բացատրի թե ինչպես, բայց չի կարող բացատրել թե
ինչու ես պիտի ես։ Դա արդեն էգզիստենցիալ հարցերն է, որը որ հոգևոր պատասխաններ են փնտրում։ Իմաստը որն է, մահը ինչ է, Դե հենց դա смерթը ինչ է։ տես, չէ, այս պարագայում դու մարդուն դատում ես այն ժամանակ ու մեղադրում ես այն ժամանակ, երբ որ ինքը խախտել է օրենք։ Class Staples Lewis-ը հետաքրքիր խոսք ունի։ Ասում է, եթե բարոյականությունը օբյեկտիվ չի, ու սուբյեկտիվ է, եւ եթե նացիստները իրենց սրտի խորքում, մտքում հոլոկոստը անելուց չգիտեին, որ դա սխալ է, ուրեմն եթե իրանք մտածում են, որ դա ճիշտ է ու չեն գիտակցում, եթե դա միայն սուբյեկտիվ է ու ճաշակի հարց է, այսպես ասած, ուրեմն մենք այնքան իրավունք ունենք նրանց մեղադրելու, ինչքան իրավունք ունենք նրանց սանրվածքի ընտրության հարցում մեղադրելու մեջ։ Այդպիսի էքսպերիմենտներ կա, որ էքսպերիմենտ է հենց կիչվում, էքսպերիմենտ 2 է կոչվում, ֆիլմն է կա, էլի, եթե ուզեք նայեք, որ ուսուցիչը ցույց է տալի, որ հիմա էլ կա այդ նացիզմը մարդկանց մեջ։ Նպաստավոր պայմաններ է պետք։ Ես բանն եմ սիրում դրա բանտի Էդրիան Բրոդին, որ հա, շատ լավն է։ Նայեք ֆիլմերը, 2 ֆիլմերն էլ հետաքրքիր են։ Այդ նացիզմը բանը չէ, երեխեքի այդ խումբը, որ ասում ես։ Հա, նայ, բայց այս պարագայում էլ եմ ասում, մեղադրում ենք մենք նրան, ով որ գիտեր, որ պիտի սենց չաներ, բայց արել է։ Պարտավորվածության հարցն է։ Այս պարտավորվածությունը էվոլյուցիան էլ եմ ասում, նույն Դոկինզը մյուսները Դարվինը բացատրում են, օքեյ, սենց է աշխատել, սենց եկել է, սենց հասարակության մեջ։ Բայց պարտավորվածությունը չկա, չի բացատրում էվոլյուցիան կամ բնական ընտրությունը այդ գործընթացները չի բացատրում, ինչու ես պետք է վարվեմ այսպես, որ մարդկանց օգուտ բերես։ Ինչի ես պիտի ինքս ինձ վնաս տամ մարդկանց օգուտ բերելու համար, եթե ես կարամ դիմացինին ոչնչացնեմ ու առաջ տանեմ իմ շահերը, ինչու ես պիտի մտածեմ համայն մարդկության ինձ զոհում եմ հանուն մարդկանց, որ ինձ ավելի կարևոր զգամ, ուժեղ զգամ, այս բանն է կա, էլի, եթե էգոիզմի տեսանկյունից նայենք։ Ես թքած ունեմ դրա վրա։ Ես ապրում եմ ռեալիզմով, ես իրական շահերով, ես ուզում եմ աշխարհի տերը դառնալ։ Ինչ ինքս ինձ զոհում եմ, որ եթե ես ինքս ինձ զոհեմ, Աստված չկա այս պարագայում, այդ սաղ սուտը ինչով եմ ինձ կարևոր զգալու։ Ինքնազոհությունը ինչ է։ Ես ինքս ինձ զոհում եմ։ Okay, պարագաներ ունենք մենք, որ պատերազմների ընթացքում լիքը զինվորներ իրենց զոհել են, իմանալով նույնիսկ, որ 90%-ով հնարավոր է, որ իրենց հետ արված հերոսության մասին ոչ ոք չիմանա։ Այսինքն մարդիկ կան, ասում են փառքի համար, հիշում ես, չէ, Իլիականում Աքիլեսը, մյուսները Ոդիսևսը գնում են Տրոյան գրավելու համար հանում փառքի։ Ու ամբողջ միտքը հենց տենց է եղել հին աշխարհի, անտիկ աշխարհում, հենց մարդիկ նաև փառքի համար էին ամեն ինչ անում։ Նույնիսկ ինքնազոհությունը, որ իրենց անունը դարերով հիշվեր։ Էլ եմ ասում, մենք ունենք հստակ դրվագներ, հստակ պատմություններ, որոնք հետո են բացահայտվել։ Պատերազմների ընթացքում, երբ որ զինվորները ինքնազոհության են գնում, այն դեպքում, երբ որ գիտեն, որ մեծ 90%-ով ոչ մեկ չի իմանալու դրա մասին։ Ես վստահ եմ, շատ դեպքեր են եղել, նույնիսկ մեր վերջին պատերազմի ժամանակ, երբ որ մենք իրապես տենց անձնազոհ հզոր հերոսներ ենք ունեցել, որոնց պատմությունները անհայտ են, ու չգիտեմ, հայտնի կդառնա երբևէ թե չէ։ Մենք այդպիսի պատմություններ շատ ունենք, բայց այդ զինվորները անգամ, երբ որ գնում են այդ քայլին, որը հերոսություն է, չէ, որը եթե մենք իմանանք կմեծարենք, արձաններ կկանգնեցնենք։ Նույնիսկ այդ քայլին գնացողները գիտեն, որ նույնիսկ այդ պարագան տենց չէ լինելու, այսինքն իրենց չեն իմանալու իրենց արածի մասին ու չեն մեծարելու, բայց միևնույնն է նրանք գնացին այդ քայլին, Ես դեմ չեմ այդ տեսությանը շատ հավես է, բայց նաև այն մարդիկ էին գնում ռիսկային վարքի, ով որ բարձր տեստեստերոն ունեին։ Այսինքն դա էլ իրանց ներսից էր ամեն դեպքում։ Մի խոսքով տես մեխանիզմի մասին ես խոսում։ Ներսից էր, ես էլ կասեմ այս պարագայում, կասեմ այդպիսին են էությամբ հոգով եւ դա էլ արդեն բերում է նաև մարմնականը տեստեստերոնին։ Այսինքն մարմնից է առաջանում դա թե դա այդպիսին է գալիս է մարմին։ Հետ են գնում սկզբին, իդեա թե մատերիա։ Եթե իդեալիստական սկիզբը քո ասածներն է ճիշտ, եթե իմը չէ։ Բայց եթե իդեան չկա, սա քիմիա է ու ուղղակի քիմիական գործընթացներ, եթե ես ու դու համայն մարդկությունը պարզապես ատոմներ ենք, ամեն ինչ կորցնում է իր իմաստը։ Այստեղ էլ հետ են գալիս բնագիտություն ու փիլիսոփայություն, իսկ փիլիսոփայություն բնագիտությունը ինքնին առանց փիլիսոփայության մեռած է, որովհետև գիտության մեջ ամեն ինչը նաև տրամաբանությամբ ենք իմանում։ Էվոլյուցիան։ Մենք հիմա սենց ասեմ, մակրոէվոլյուցիան, դարվինյան էվոլյուցիան տրամաբանության միջոցով են մարդիկ ընդունում։ Ինչի, որովհետև օրինակ գտնում են այդ գտածոները ու տրամաբանում են, այսպես է, այս փոփոխականն է, ուրեմն սենց է, հա, քիմիական հետազոտություններ, ռադիոածխածնային իզոտոպիկ այդ հետազոտությունները անում են, բայց միտքը, թեորիան գալիս արդեն բանականությունից, մտքից, տրամաբանում են, դե սենց է եղել, սենց է եղել։ Ինչա հիմա որ օրինակ դարվինյան էվոլյուցիայի հակառակորդները ասում են, օքեյ, դե լաբորատորիայում ցույց տվեք այդ մուտացիան։ Միաբջիջ պարզ օրգանիզմներից բարդ օրգանիզմների այդ բանը մուտացիայով ցույց տվեք։ Չեն կարող։
Չի լինում, ինչ որ արել են, բոլորը պրավալա գնացել այդ մուտացիաները։ Կամ թեկուզ մեծ պայթյունի վարկածը։ Տես, հա, մենք ինչու ենք հավատում, որովհետև արդյունքն ենք տեսնում, բայց process-ը չէ, մենք 13.7-8 միլիարդ տարի առաջ 13. չենք տեսել այդ process-ը, չէ, մենք արդյունքն ենք տեսնում մենք։ Մենք տեսնում ենք տիեզերքը ընդարձակվում է, գալակտիկաները իրարից հեռանում են, տրամաբանորեն մտածում ենք, եթե հետ տանք process-ը, հետ տանք, գալու ենք կանգնենք մի բայ, որ պետք է այդ սկիզբը լինի։ Էս էլ է տրամաբանություն։ Այսինքն, եթե ամեն ինչը դու դրա համար մատերիալիզմը ինքը իրեն հերքող պնդումներ է կատարում, այսինքն եթե մատերիալիզմն է ճիշտ, ուրեմն ինքնին մենք իրավունք չունենք մեր մտքին հավատալու։ Դե հա, որովհետև ընդհանրապես անկենթան մատերիայի մի բան ենք։ Այո։ Դե հենց դրա համար կա ֆիզիկա, մետաֆիզիկա, այս ամեն ինչը նես չի նորա։ Այս ամեն ինչը դեռ 2400-500 տարի առաջ անտիկ հին Հունաստանում Արիստոտելը, Պլատոնը, մյուսները հասկանում են, Արիստոտելը հսկայական աշխատություն ունի մետաֆիզիկա, որը դեռ 2400 տարի առաջ ինքը բացատրում է հստակ այդ ամեն ինչը։ Տրամաբանության օրենքները։ Տես գիտությունը հիմա զարգացել է, բայց գիտությունը երբեք չի կարողացել փոխել տրամաբանության օրենքները։ Չկա այդպիսի մի բան։ Հա, բնագիտությունը զարգացել է, բայց նույն տրամաբանության օրենքները մնացել են այնպիսին, ինչպիսին կան։ Ու ոչ մի փոփոխություն։ Ու տենց էլ լինելու է։ Ջոն Լենոքսը, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, քրիստոնյա մաթեմատիկոս է ու նաև հայտնի փիլիսոփա, ապոլոգետ։ Ջոն Լենոքսը հետաքրքիր բան ասում է, եթե տրամաբանության օրենքները փոխվեն, ասում է գիտությունը ամբողջությամբ կփոխվի, ասում է գիտությունը ինքնին, եթե կան այլ տրամաբանական օրենքներ, նույն տիեզերքից սկզբի սինգուլյարության բանի հետ կապված հարցերը, որ առաջ է գալիս, այդ ամեն ինչի հետ կապված հարցերը, որ ասում են, դե հնարավոր է մի ուրիշ իրականություն, ուրիշ տրամաբանության օրենքներ, օքեյ, մեր ամբողջ գիտությունը հիմնված է մեր իմացած տրամաբանության օրենքների վրա։ Չի լինի, գիտությունը ինքնին իրեն կհերքի կվերանա, չենք էլ կարող պատկերացնենք այդ ինչա։ Հասկանում ես, այսինքն բնագիտական բացահայտումները երբեք տրամաբանության օրենքներից ինչ որ մի բան չեն հերքել։ Չի կարա դա լինի։ Նույնության օրենքը, հակառակության օրենքը ու երրորդ ավելորդի օրենքը, այսինքն նույն երեք օրենքները, որ Արիստոտելը մետաֆիզիկայի մեջ ներկայացնում է։ Նույնության օրենքը սա բաժակ է, հակառակության օրենքը ես կամ ողջ եմ կամ մեռած եմ, ես կամ ես եմ կամ ես չեմ, ու երրորդ տարբերակ, եթե մի բան կա կամ չկա, երրորդ տարբերակ չկա, չի կարա մի բան կիսով չափ լինի։ Չէ՞։ Կամ էսա, այս երեքը կամ թեկուզ պատճառ-հետևանքային կապը նույն, որ հիմա շատեր ուզում են փորձել, անընդհատ խորանում են, չգիտես ինչի, անընդհատ նույն Լորենս Կրաուսը տիեզերքը ոչինչից, The Universe from Nothing, տենց գիրք ունի, որ իբրև թե սինգուլյարության մեջ մեծ պայթյունի ժամանակ բան քվանտային մեխանիկան, քվանտային վակուում այսպես այնպես է, վիրտուալ մասնիկներն են ուրիշ ձև ներկայացնում, որ պատճառ-հետևանքային կապ չկա, այսինքն փորձում են անընդհատ այս կողմով գնալ, որ տրամաբանական այս ամեն ինչը նույն Արիստոտելի 2400 տարի առաջ անշարժիչ շարժիչի գաղափարը հերքեն։ Անշարժիչ շարժիչը չէ, Արիստոտելը հենց ինքը մետաֆիզիկայի 13-րդ գիրքն է։ Հստակ խոսում է ու ներկայացնում է, որ ամեն ինչ շարժման մեջ է ու մի տեղ պիտի լինի անշարժիչ շարժիչ ու դա Աստված է հենց, ով սկզբնավորել է ամեն ինչը նրանից է բխում։ Նույն Լորենս Կրաուսը իր գրքով փորձում էր ոչ մեկ չի կարողանում դա հերքել։ Պատճառ-հետևանքային կապը նույնն է։ Իսկ ով էլ որ ասում է պատճառ-հետևանքային կապը միտեղ կորում է կամ ուրիշ բան է, արդեն օթում գաղափարներ են ասում, որը նույնիսկ հասկանալի, այս դեպքում մենք մեր մտքից նույնիսկ մեր մտքին հասանելի չի, որ մենք հասկանանք դա ինչ է։ Հասկանում ես, այսինքն միգուցե ուրիշ իրականություն է, միգուցե ուրիշ տրամաբանության օրենքներ են։ Okay, գուցե սա մատրիցա է։ Դե հենց այդ է, այստեղ եթե մենք ընկնենք երևակայության հետևից, դրա համար էլի ես ասում, աբսուրդի ենք, չէ՞, հանգում մի տեսակ։ Էլի ասեմ, ամենասկզբից ես ինչ էի ասում, ամենասկզբից պետք է մարդ իր ողջ փորձառությամբ, տրամաբանությամբ, պատկերացումներով մենք վերջապես հասել ենք մի կետի, որ մենք կարող ենք արդեն մեզ բավականին զարգացած մարդիկ համարել, այսպես ասած, զարգացած քաղաքակրթություն։ Մենք հրթիռներ ենք ուղարկում տիեզեր, գիտություն բավականին օրենքներ ամեն ինչը բացահայտել ենք, շատ AI ենք, մարդը արդեն արհեստական բանականությունը ստեղծել, որը շատ հարցերում իրենից ավելի, այսպես ասած, զարգացած է։ ChatGPT-ին դու ուղարկում ես 5-6 էջանոց նյութը, ընդամենը 5 վայրկյան, 10 վայրկյան հետո պատասխանում ես, մեզանից ինչքան կպահանջվեր դա կարդալը։ Տեսնում ես, մենք այս կետին ենք եկել հասել։ Ու այս ամեն ինչը, այս մեր պատկերացումները, մարդկային փորձառությունը, տրամաբանությունը, այս ամեն ինչը հաշվի առնելով ենք մենք ընտրում, թե որն է լավագույն բացատրությունը իրականության։ Այս պարագայում տիեզերքը հավերժ գոյություն է ունեցել, որը գիտականորեն հերկվում է,
մեծ պայթյունը դա տիեզերքի սկիզբն է։ Չնայած կան այլ հիպոթեզներ, բայց ելի եմ կրկնում, դրանք պետքա հստակ ապացուցվեն։ Օրինակ, սա դիտարկելի տիեզերքն է, միայն մուլտիտիեզերք եւ այլն, դրանք պիտի ելի Երկու հարց ապացուցվեն։ ունեմ վերջնական։ Կարաս ասես, օքեյ, լավ, կներես, բանն էլ ասեմ, իսկ ելի եմ ասում, տիեզերքը ոչնչից, տիեզերքը միշտ գոյություն է ունեցել ու այս ամեն ինչի հետևում կա բանական նախագծող։ Երբ որ տեսնում ենք մենք կարգ, Սկզբից էր բանը Աստծո մոտ, բանը Աստված եթե տեսել, մենք տեսնում ենք կարգ, եթե մենք տեսնում ենք նախագիծ, գիտենք պիտի լինի նախագծող, եթե կա դիզայն, պիտի լինի դիզայներ։ Եթե մենք մեր բանականությամբ կարողանում ենք բացատրել տիեզերք, եթե մենք վերացական գիտություն ունենք, որն է մաթեմատիկան, այդ թվերը ամեն ինչը, եթե մենք այդ վերացական մեր գիտելիքներով բանականության միջոցով ենք հասկանում տիեզերքի կառուցվածքը, այդ բարդ մաթեմատիկական հաշվարկները, մեծությունները, բանաձևերը, ֆիզիկայի բանը, մաթեմատիկայի, որ բացատրում են, թե ոնց է աշխատում, ինչպես է գործում տիեզերքը։ Եթե դու դա ունակ ես հասկանալու բանականությամբ, դրա հետևում դա ստեղծողը, դա կազմողը նույնպես պիտի լինի բանականություն։ Ինֆորմացիայի բանն էլ ասեմ մի հատ։ Այս էլի վերադառնում ենք այս փաստարկին, իմ սիրելի փաստարկներից մեկն է։ Բայց նույնը ինֆորմացիայի պարագայում։ Մենք գիտենք գենետիկական կոդում ԴՆԹ-ում ունենք 3 միլիարդից ավել նիշ, նուկլեոտիդային նիշ։ Այդ բառը միշտ դժվար եմ ասում։ Հայերենում դժվար է։ Որը ունի ինֆորմացիա հստակ, փոխանցում է ինֆորմացիա, գենետիկ ինֆորմացիան։ Ու դա ինֆորմացիա է, այո։ Բայց պատկերացրու, եթե չկա բանականություն արդյոք ինֆորմացիան կարա լինի ինֆորմացիա։ Այսինքն պատկերացրու դու ծովափում քայլում ես ու ծովափում գրում ես Աննա գումարած Սարգիս հավասարը սեր։ Մի ուրիշ մարդ գալիս է տեսնում է։ Այդ մարդու համար այդ գրությունը ինֆորմացիա է, չէ՞։ Բայց այդ գրության դիմաց եղած քարի համար դա ինֆորմացիա չի։ Որովհետև ինֆորմացիան միայն բանականության միջոցով կարելի է հասկանալ։ Իսկ եթե ինֆորմացիան բանականության միջոցով ես դու հասկանում, ուրեմն ինֆորմացիան պետք է բանականությունը գրած լինի, փոխանցած լինի։ Այսինքն ընդամենը մի 10-12 նիշը մենք տեսնում ենք ծովափին, որ գրված է այսինչ բառերը, օրինակ Աննա գումարած Սարգիս հավասարասեր, ու արդեն գիտենք, որ հաստատ այդ ծովի ալիքները չեն գրել, կամ հաստատ խեզգետինները չեն եկել գրել, կամ հաստատ այդ միշտ տենց չի եղել, հաստատ այդ ինֆորմացիան մեկ այլ բանականություն ունեցող էակ պետքա գրեր։ Եթե մենք այդ նիշն ենք տեսնում, Բավոր մնաց բանականություն ասելով մենք արդյոք ընդհանրապես մեր ուղեղի աշխատանքը չենք, այլ ոչ թե հոգևոր հոգի մի բան։ Ինչու եմ ես ասում, որովհետև հիմա մարդու ուղեղի վրա ազդելով, քունքային հատվածի վրա ազդելով, մարդուն թվում է թե իր մարմնից դուրս փորձառություն է ապրում։ Այսինքն այն ինչը որ մենք կոմա ենք անվանում կլինիկական մահեր, կամ չգիտեմ հոգևոր ինչ որ փորձառություն, հիմա ուղեղի վրա ազդելով կարող են դա բերեն կամ սնկեր ուտելով մարդիկ հատուկ վիճակների մեջ են հայտնվում։ Հիմա հարց առաջամեցա ուղեղը փոխելու արդյունքում եկավ թե այդ հոգիտ էր։ Իսկ արդյոք այդ փորձառությունները մենակ այդ ձևով են լինում։ Այսինքն նույն կլինիկական մահերի ես դրա վերաբերյալ մի հատ մեծ վիդեո ունեմ, կարակ իմ ալիքում նայեք ապոլոգիա կենտրոնի 20 րոպեանոց վիդեո է, կյանք մայից հետո, YouTube-յան ալիքում է։ Այնտեղ բավականին գիտնականների հետազոտություններ, Սեմ Փարնյա, Փին Վան Լոմել, Ռայմոնդ Մուդի, Էբեն Ալեքսանդրի պատմությունը, որը հայտնի է նեյրոխիրուրգ է։ Տես, այս պարագայում ուղղակի սենց մակերեսային մոտենալ այս հարցին չի կարելի, որովհետև կան բավականին տենց փաստեր ու գիտական ամսագրերում նույն իմը Փին Վան Լոմելը մահամերձ փորձառություն է, փորձառությունների մասին հոդված ունի Lancet ամսագրում, որը գիտական է, այլ ոչ թե կրոնական կամ ինչ-որ բան։ Ու հետաքրքիր ոլորտ է ընդհանրապես այս ամենը, այս կլինիկական մահերը, մահամերձ փորձառությունները, նույն Սեմ Փարնյա կամ Փին Վան Լոմել անունները կարան մարդիկ գրեն նայեն, ովքեր որ նայելու են ժողովուրդ ջան կնայեք, այդ մարդիկ ներկայացնում են պատմություններ, որոնք պարզապես չես կարող բացատրել այդ քո ասած մի հատվածին ուղեղի դիպչելով կամ սնկերով կամ բանով։ Իրանք ունեն պատմություններ, երբ որ մահամերձ փորձառություն ունեցած մարդիկ տարել են կլինիկական մահ, երբ որ բժիշկների առաջ մարդը հստակ մահացած վիճակում է եղել արդեն կլինիկական ու մի քանի րոպե անցել է, ուղեղի ակտիվությունը հավասարվել է 0-ի, բժիշկները նեյրովիրաբույժները ամենալավը գիտեն, թե ոնց է գործում ուղեղի ակտիվությունը։ Արդեն 0-ի եղել են վիճակում են եղել մարդիկ, որ նույնիսկ ուղեղի աշխատանք այնքան 0-ական եղել, որ ինքը տեսիլք չէր կարող ունենալ։ Ու հոп, այդ մարդը վերադառնում է ու ներկայացնում է այնպիսի տեղեկությունները, որը ինքը չէր կարող լսել։ Օրինակ,
Պինվամլոմելը նույն այդ Lancet ամսագրում ունի մի պատմություն, որ ասում է, երբ որ կլինիկական մահ տարած մարդկանցից մեկին բերեցին արդեն ինֆարկտով, ու ինքը կլինիկական մահացած վիճակում էր, դեռ կենսաբանական մահը չէր եկել, դե գիտենք երկու տեսակի մահ կա, կլինիկական, երբ որ սիրտն է կանգնում ու թթվածինը արդեն չի գնում ուղեղին ու մի քանի րոպե հետո ուղեղը մահանում է ու վերջնական դա կենսաբանական է։ Ու պատմումը ներկայացում է այդ մարդը, ասում է, եկավ 70 անց մարդ էր։ Ու ասում է հետո, երբ որ մենք իրան հետ բերեցինք, դե դիֆիբրիլյացիա բան մի խոսքով։ Օրեր անց ասում է ինքը պատմեց, որ գիտեք, երբ որ դուք ինձ բան եք, երբ որ դուք փորձում եք ինձ հետ բերել, այդ ժամանակ ես տեսա, դուրս է եկել իմ մարմնից ու կողքից տեսա, որ բժիշկներից մեկը հանեցին բերանի պրոթեզները եւ տարավ դրեց այսինչ դարակում։ Ու հետո իրանք հարցնում են, այդ բժիշկին հիշում են, դե խառն են եղել, այդ բժիշկը ասում է, այո, ես տարել եմ ու պրոթեզները դրել եմ այդ դարակում։ Էս էլ է լավ, էս մի քիչ բան է, մարդ կարա ասի, դե կարող է բժիշկներից մեկը ասել է նրան եւ այլն։ Էբեն Ալեքսանդրի պատմությունը լրիվ ուրիշ է։ Էբեն Ալեքսանդրը հայտնի նեյրովիրաբույժ էր, 2008 թվականին ինքը երկար տարիներ Հարվարդի բժշկական քոլեջում դասախոս ա եղել նույնիսկ։ Բավականին հայտնի աթեիստ, նեյրովիրաբույժ, միայն գիտությանն էր հավատում։ Էբեն Ալեքսանդրը մենինգիտով է հիվանդանում ու կոմայի մեջ է լինում 2008 թվականին։ Ինքը նեյրովիրաբույժ լինելով ասում է, իմ ուղեղի ակտիվությունը 0-ական էր։ Այն վիճակում էր, որ սարքավորումները ամեն ինչը ցույց են տալիս, որ իրապես ես նույնիսկ մահանալու եի։ Ուղեղիս ակտիվությունը 0-ական էր ու ես չէի կարող տեսիլք տեսնել կամ ինչ-որ հալյուցինացիաներ ունենալ, լրիվ անջատված է եղել։ Ու հոպ ինքը տեսնում է երկինքը, տեսնում է դրախտը ու տեսնում է մի աղջկա, որը ասում է այնքան հարազատ էր ինձ, կարծես ու անընդհատ ժպտում էր ու նրա այդ շփվելով, ասում է, այդ հայացքներով ոչ թե խոսելով, ես կարծես խաղաղություն եմ զգում։ Ու ինքը այդ տեղը, այդ վիճակը, որ ներկայացնում է, ասում է, իրապես ես ոնց որ իմ իրական, ոնց որ այնտեղ իրականությունը լիներ, ոնց որ ես այսքան ժամանակ երազի մեջ ապրած լինեի, բայց այնտեղ ես ինձ զգայի ազատ ու իրական։ Ու այդ աղջկա դեմքն էլ է ֆիքսում։ Ու երբ որ վերադառնում է ինքը, սկսում է արդեն լուրջ խորքային հետազոտել բոլոր իր այդ գոլեգաներին հավաքում, ասում է, ոնց ա եղել, սենց եղել, կարող է տեսիլք կա, կարող է հալյուցինացիա։ Ամբողջ ինֆորմացիան հավաքելով հասկանում է, որ այդ չէ, այդ լրիվ ուրիշ բան էր։ Դա պարզապես անհնար էր տեսիլքով։ Ամբողջ գիտական այդ փորձառությունը մեր ունեցած ամեն ինչ այդ տեղեկությունները ցույց են տալիս, չէ, դա չէր կարա տեսիլք լիներ, դա չէր կարա լիներ երազ։ Ու դրանից հետո ինքը նաև միշտ հիշում է, տարիներ շարունակ հիշում է այդ աղջկան, ով էր այդ աղջիկը։ Ու միայն մի քանի տարի հետո Էբեն Ալեքսանդրը պարզում է, որ ինքը իրականում որդեգրված երեխա է եղել։ Որդեգրված երեխա ու մեծացել է որդեգրված ընտանիքում։ Երբ որ այդ ամեն ինչը իմանում է, ինքը գնում է ու հետաքրքրում է այդ մանկատանը, հետաքրքիր է ովքեր են իր ծնողները, ով ա եղել, բան ու իմանում է, որ ինքը իրականում փոքր տարիքում նաև ունեցել է զույգ քույր իր կենսաբանական ընտանիքով, ով երիտասարդ տարիքում 20-ից 30 տարեկան տնկած հատվածում ավտովթարից մահացել է։ Դե Էբեն Ալեքսանդրը ժամանակ արդեն 50 քանիս էր, 20-30 տարի առաջ։ Ու երբ որ այդ աղջկա նկարը գտնում է, տեսնում է, որ այդ այն աղջիկներ, որին ինքը տեսել էր մամերս փորձառության ժամանակ, այն ժամանակ, երբ որ ինքը նույնիսկ այդ աղջկա գոյության մասին դեռ չգիտեր։ Հիմա այստեղ հարց կար առաջանա։ Ոնց կարար ինքը իմանար, թե ինչպես է եղել իր զույգ քույրը, թե ինչպիսի տեսք ունեցել իր զույգ քույրը 20 տարեկան հասակում։ Որտես մարդիկ կարան ասեն, դե երկօրյակներ են գենետիկ հիշողություն, բան օքեյ, բայց 20 տարեկան հասակում ինքը երբեք չի տեսել այդ աղջկան։ Ինքը փաստացի իմացավ մի բան, որը այդ ժամանակ չէր կարող իմանալ, ու իսկ պարկած ժամանակ ընդհանրապես ոչ մեկ չէր կարող գար նկարացույց տալ իրան եւ այլն կամ չգիտեմ ինչ։ Այսինքն, այսպիսի պատմությունները շատ են։ Ինչի սա գիտականորեն չի ընդունվում, որովհետեւ սա սուբյեկտիվ է արդեն, մարդկանց պատմություններ է։ Սա լաբորատորիայում կատարված փորձի արդյունք չի։ Բնականաբար գիտականորեն չի ընդունվելու, բայց Էբեն Ալեքսանդրի կյանքը դրանից փոխվեց։ Մարդը աթեիստից դարձավ արդեն հեղինակ, ով որ իր ողջ ժամանակը փողերը կարիերան դրեց մի կողմ, սկսեց սրա վրա կենտրոնանալ։ Ու ասում է, երբ որ ես գտա ճշմարտությունը, երբ որ ես իրապես հասկացա, որ էսա ճշմարիտ է, ճշմարտությունը, ես սրա հետևից եմ ուզում գնամ։ Մարդկանց այդպիսի որոշումները նույնիսկ արդեն տրամաբանորեն մեզ ցույց են տալիս, որ եթե դա սուտ լիներ, իրապես իրանք հազիվ թե մարդու կյանքը կփոխվեր։
Էլ եմ ասում, դրա համար մակերեսային չի էս ամեն ինչը ու մենակ իր հետազոտությունը չի։ Սեմ Փարնիայի UR ծրագիրն է 2008-ից 2012 թվականներին տեղի ունեցած, այդ տեսանյութը կարող եք նայել, Հայկ ջան, քեզ էլ կուղարկեմ կնայես։ 2500-ից ավելի մարդկանց մահամերձ փորձառություններ, որոնք իրապես հետ են գալիս կյանքի ու պատմում են այնպիսի բաներ, որ անհնար էր բարգատ ժամանակ իմանալ։ Խորը հարց է սա տարիներ շարունակ ընդհանրապես մահամերձ փորձառությունը 70-ականներին Ռայմոնդ Մուդին, ինքը նույնպես գիտնական էր ու հետազոտող, ինքը այդ տերմինը առաջ քաշեց, մահամերձ փորձառություն, near death experience։ Մի հարց էլ է գալի մոտես։ Այդպես նայենք ռեինկարնացիան էլ այն ձև ուսումնասիրվել ու ահա որ շատ թվով մարդկանց էլի 10,000 եւ ավել։ Պետք է այդ էլ ընդունենք, բայց Յան Սթիվենսոնի հետազոտությունները։ այդ մեկը ինքն է եղել, երկրորդը KGB-ում են արել, նույնիսկ սովետի ժամանակ եղել է ուսումնասիրություններ էլի։ Okay, իսկ Յան Սթիվենսոնի հետազոտությունների 90%-ը, 95%-ը այն երեխաները Յան Սթիվենսոնը ինչ էր անում, ինքը հետազոտություն էր անում երեխաների շրջանում, ովքեր իբրև թե հիշում են իրենց նախկին կյանքը։ 90%-ը այն երկրներում էր լինում, որտեղ հավատում են ռեինկարնացիային, Հնդկաստանում սոցիալ-մշակութային առանձնահատկություն։ ու ինքը շատ տեղեր կա, որ հուշում է, որ այդ պատմությունը ոչ թե երեխան էր բում դնում պատմում մեծ մասամբ, այլ ծնողներն էին պատմում։ Այսինքն այն աշխատում։ Նաև կարող է այդ իմաստով լինի։ Ու շատ քիչ հազարից մի քանի դեպքն է, որ Եվրոպայից կամ ուրիշ տեղից է եղել։ Ինչի է հենց 90%-ը լինում հինդուիստական երկրներում կամ բուդդիստական երկրներում, որտեղ ռեինկարնացիային հավատում են։ Ու երեխաները, թամ երեխաներն են դա ասում, ռեալ էլի, եթե երբ որ դու քննադատությունները նայում ես, բավականին քննադատական տեսանյութեր կա Սթիվենսոնի հետազոտությունների վերաբերյալ նաև։ Երբ որ դու նայում ես, ծնողներն են հիմնականում միտքը։ Երեխան մի բան մոռանում է, մեկ է ծնողը բայեսի սենց է իր ասում, հուշում է։ Տես ու ինչա երեխաների մոտ լինում մեծ մասամբ։ Շատ հետաքրքիր է։ Հա, հազարից մի քանի դեպքեր է լինում, որ մեծ ասակներն են, բայց մեծ մասամբ երեխաներն են հիշում։ Ինչ տարօրինակ չի, որ երեխան է դա հիշում, որին կարող են ծնողները ուղղորդել, բան, ինքը խառն է լինելու սենց, բայց մեծ ասակ մարդը հստակ գնաք, խոսի, իր միտքը չի փոխի։ Էլ եմ կրկնում, բնականաբար այդ սոցիալական բանը ազդել է իմ ասած օրինակը մահամերձ փորձառության դեպքերը հստակ ասում եմ գիտական ամսագրերում են գրված, հստակ ինֆորմացիա մեծահասակ մարդկանց մոտ այդ ամեն ինչը եղել, որից հետո այդ մարդկանց կյանքը փոխվել է, հստակ ռեալ ինֆորմացիա են հայտնել ու կան տասնյակ, հարյուրավոր վկաներ, որոնք նաև գիտական աշխարհի ներկայացուցիչներ են, բժիշկներ են։ Սթիվենսոնի հետազոտությունները ել եմ ասում, շատ սենց մի քիչ փակ հետազոտություններ են եղել։ Երբեք ինչ որ բացահայտ, ում հետ ինքը խոսել է առանձին շփումներ ա եղել այդ երեխաների ծնողների հետ, առանձին մեծ ինչ որ բան չի եղել, էլի, որ օրինակ հիվանդանոցում մամերձ փորձառություն ա լինում, ողջ բժշկական անձնակազմը հավաքվել է, հստակ տեսել է, էս է եղել կամ հետազոտել են, քննել են, էլի եմ կրկնում, սա էլ բացարձակ ապացույց չի, սուբյեկտիվ է, երկու պարագաներն էլ, բայց անգամ սուբյեկտիվ փաստերը քննելու մեջ, անգամ սուբյեկտիվ այդ վկայությունները քննելու մեջ մեզ պետք է շարժվել տրամաբանությամբ, տեսնել բոլոր հակափաստարկները անել, նույն ես իմ տեսանյութում քննադատությունները, ուղղակի վերջին պահին մի քանի րոպե ակտիվանում է, երբ որ մանում է, քննադատություն շատերը այդպես են բացատրում, ակտիվանում է, դոֆամինն է արտադրում մի խոսքով, ու կյանքի հիշողություններն է տեսնում եւ այլն, դա էլ հերկվում է նրանով, որ ոչ բոլորի մոտ է այդ լինում։ Եթե բոլորի մոտ ուղղակի ակտիվանում է, բոլորն էլ պետք է այդ տեսիլքները ունենան, բայց տարբեր է լինում մարդկանց մեջ։ Ու երբ որ ուղղակի ակտիվանում է, մարդը ոնց կարա իմանա, թե ինչ է տեղի ունեցել մի մարդու հետ, որի գոյության մասին անգամ ինքը չի իմացել։ Սա էլ է հարց։ Okay, մարդիկ կարող են սկեպտիկորեն մոտենալ, ասել գիտականորեն ընդունված չի, ես չեմ հավատում, բայց սա չի հերքում են փաստը, որ դա իրականություն է ու հարյուրներով լինում է։ Իսկ ինչը ելի եմ կրկնում, տես երկուսը շատ հիանալի օրինակ է, դու Սթիվենսոնի օրինակները լավ բերեցիր, բայց Սթիվենսոնի մեջ մենք պետքա քննենք ամբողջ այդ իրողությունը, իրադարձությունները, նույն պարագայում իմ ասածը։ Երբ որ իմ ասածն ես քննում, տեսնում ես հստակ գիտնականներ, ոչ քրիստոնյա, նույն Էբեն Ալեքսանդր աթեիստ գիտնական, երբ որ դու քննում ես բանը այդ ռեինկարնացիայի պատմությունները էլ եմ ասում 90%-ը հինդուիստական կամ բուդդիստական այդ արաբելյան մշակույթը կրող երկրներ, ծնողների ազդեցություն, հետո երեխաները մեծանում մոռանում են այդ սաղ, տարբեր է։ Ստեղ արդեն բում պետք է մենք քննենք այդ ամեն ինչը, քննենք վկայությունները, ոչ թե ընդհանուր ասենք, էս էլ կարա սենց լինի, էս էլ կարա սենց լինի, էլի։ Այս ուրախ նոտայով էլ այսօրվա զրույցը ավարտին տանենք արդեն։ Ինչ ունես ասելու հետևորդներին։ Բոլոր այն մարդկանց, ովքեր կհասնեն մինչև ստեղ, կամ առաջ կգան, ժամու կեսը արդեն, հենց մոտ ցույց է տալիս նաև։ Ժողովուրդ, փնտրեք ճշմարտությունը։
Երեմիայի մարգարեության գրքում Աստված ասում է. «Եվ նրանք կփնտրեն», Երեմիայի մարգարեություն 29-րդ գլուխ 13-րդ խոսք, եթե չեմ սխալվում։ «Եվ նրանք կփնտրեն, եւ նրանք կփնտրեն ինձ եւ կգտնեն, որովհետեւ կփնտրեն իրենց ողջ սրտով»։ Այն մարդիկ, ովքեր Աստծուն իրապես ողջ սրտով փնտրեն եւ չլինեն կանխակալ, իրապես փորձեն գտնել Աստծուն, նրանք անկասկած կգտնեն, Աստված կհայտնի իրեն նրանց։ Ինչպես Հիսուս Քրիստոսն ասում, թակեցեք կգտնեք, թակեցեք կբացվի։ Ուղղակի բաց եղեք, թող ձեր սիրտը բաց լինի ճշմարտության համար։ Շարժվեք նաև տրամաբանությամբ, որովհետև տեսեք, մենք այս 1.5 ժամ խոսեցինք ու շատ հարցերին անդրադարձանք նաև տրամաբանության տեսանկյունից։ Շարժվեք նաև տրամաբանությամբ, թող ձեր սրտերը ազատ լինեն, կանխակալություն չլինի ու փնտրեք Աստծուն, որովհետև ճշմարտությունը դա միմիայն քրիստոնեության մեջ է։ Սա միանշանակ այդտեղ մի քիչ կվիճեմ, բայց այդպես եմ կարծում, իմ կարծիքն եմ ասում, այո, ճշմարտությունը քրիստոնեության մեջ է եւ չեն կարող լինել բազմաթիվ ճշմարտություն։ Մի գաղափար էլի ասեմ, այս գաղափարն էլ որ ասում էին Աստված Սարի գագաթինա, մնացածը ճանապարհներ են, չէ՞, այսինքն Քրիստոսն էլ, Բուդան էլ, Մուհամեդն էլ, Կրիշնան էլ։ Այս 4 ճանապարհներով է կարաս գնաս Աստծուն։ Հա, դա Բայց եթե այդպես լիներ, Աստվածաշնչում չէր ասվի, ես եմ ճշմարտությունը ճանապարհակյանքը, մենակ ինձնով կարագակ դեպի Աստված, ու ասում է, չէ, օտար խորհուրդներին ականջ մի դրեք, քանզի սնոտի սերմեր եք ցանել եւ ձեր վաստակը անկայուն է լինել։ Այսինքն միակ ճանապարհը է սա։ Ես հիմա տրամաբանորեն էլ առանց քրիստոնեական, առանց Աստվածաշնչել կարամ տրամաբանորեն ցույց տամ, որ չի կարող մի քանի իրար հակասող բաները չեն կարող լինել նույնը։ Այդ Սարի գագաթը հələ միտեղ կարա վերաբերվի քրիստոնեական տարբեր եկեղեցիներին, որովհետև Սարը նույնն է, բայց եթե մի ճանապարհը քեզ տանում է ձյունոտ լեռ, մի ուրիշը արևոտ լեռ եւ մի ուրիշը գառնանային ինչ որ ծաղիկներով լեռ, երեք պարագան այդ նույն լեռը միաժամանակ երեքը չի կարող լինել։ Պատկերացումները տարբեր է։ Եթե իրականում ձյունը եղավ, են երկուսը գնալու են տեսնեն գառնանային այդ սիրուն ծաղիկներով լեռը չէր կամ արևային այդ ամառային կանաչ բնությամբ լեռը չէր, այլ ձյունոտն էր։ Եթե արևայինը լինի նույն ձև, եթե այդ ծաղիկներով լինի նույն ձև։ Այստեղ միտքը նույնիսկ Աստծո գաղափարն է։ Դրա համար ես ասեցի, քրիստոնեական ուղղությունների մեջ լինի, դա հələ միտեղ կարող ենք հասկանալ։ Ուղղափառ, կաթոլիկ, բողոքական, այսինքն նույն Աստծուն են պաշտում, նույն Սուրբ Երրորդությանը։ Բայց եթե Աստված է տարբեր, իսլամում Աստված մեկ անձ է, քրիստոնեության մեջ 3 անձ։ Բուդդիզմում ընդհանրապես Աստված ավելի շատ պանթեիստական գաղափար է, անձնավորված Աստված չկա։ Խնդիրը լեռան մասին պատկերացումները ուրիշ են։ Ու չեն կարող, եթե լեռան մասին պատկերացումները ուրիշ են, չեն կարող տանել նույն լեռանը։ Գնալու են տեսնեն, որ ուրիշ է լեռը։ Էս լավ միտք է, շատ էս։ Ահա։ Մի քանի բան կասեի, ասեմ դա։ Ասա։ Նայ, բոլոր կրոնների մեջ կա բարոյական համակարգ, բոլոր կրոնների մեջ կա պրակտիկաներ, որոնցով դու ճանաչում ես քո ներսում գտնվող Աստծուն, այդ աղոթքը, ծոմապահությունը, մեդիտացիան, խոկումները, այս ամեն ինչը։ Ու բոլորի մեջ էլ կա հոգ տարեք իրար, արդարության գաղափարը։ Այսինքն մի վարվի դիմացնին հետ այնպես, ինչպես ցանկանա քո հետ վարվեն։ Ու եթե բոլորով էլ դու ապրես, քո խղճին համապատասխան ես ապրում, մաքուր ես ապրում, ու ստացվում է, որ քո հոգին չես վնասում։ Այսինքն Աստծուն ես ամեն դեպքում գնում։ Հիմա եթե դու մահմեդական աշխարհում ես ծնվել, դժվար թե այդ չընդունես, էլի, մանավանդ այնտեղ մի քիչ խիստ է։ Տես, ճշմարտությունը մեկն է, սա կարևոր է հասկանալ։ Պետք է հասկանալ, որ այդ պրակտիկաները ցանկացած նույն նամազը արվում է ոչ թե ուղված տիեզերքի արարչին, այլ հենց կոնկրետ Ալլահին, իսլամի Աստծուն։ Յոգայի հիմքը գալիս է Բրահմանի հետ, եթե հինդուիստական Ատմանը Բրահմանին որ միանա։ Ատմանը, այո, Ատմանը, այսինքն մարդու հոգին, Բրահմանին, Աստծուն կամ իրականությանը, նույն հինդուիզմի մեջ Վիշնուն, Բրահմա, Շիվա, բոլորը դրսևորումներն են, նույն Բրահմանն է։ Բրահմանի հետ միաձուլվելուն։ Այսինքն, եթե յոգա ինքը նշանակում է միաձուլում, կամ եթե նամազը ուղղված է բուն Ալլահին, ամբողջ գաղափար ինքը կորում է, ինքը համընդհանուր չի, դու չես կարող, օրինակ այս պարագայում դու չես կարող յոգայով միավորվել Սուրբ Երրորդության էությամբ, հակասություն է։ Դու չես կարող նամազով Սուրբ Երրորդությանը նամազով հասնել նրան, որ փրկվես, քո փրկությունը լինի, որովհետև Սուրբ Երրորդության քրիստոնեության իրական Աստված փրկությունը տվել է Հիսուս Քրիստոսի քավության միջոցով, շնորհով, շնորհ եւ հավատ։ Այսինքն
Հա, արդյունքները կարա սենց լինի, օքեյ, լավ մարդ լինի։ Տես Պողոս Առաքյալը Հռոմեացիներին ուղված նամակի 2-րդ գլխի 13 խոսքից խոսում է նրա մասին, որ այն մարդիկ, ովքեր օրենքը չունեն, այսինքն քրիստոնեական կոնտեքստում այն մարդիկ, ովքեր երբեք չեն լսել Քրիստոսի մասին, դատվելու են խեղճ մտանքով։ Հիմա Ինդոնեզիայում կամ Մալազիայի հեռավոր մի փոքրիկ գյուղում ապրած մուսուլմանի ես կարծում եմ իմ կարծիքով դա նույնպես վերաբերվում է։ Այդ մարդը ընդեղ ապրել իր աշխատանքն արել խեղճ մտանքով, ոնց իրան ինչը բացվել է, այդպես է նույնձև նաև Sentinel կղզու այդ վայրենիներին, որ մինչ հիմա քաղաքակրթության հետ չեն ոչ մի ձև չեն հարաբերվում, չեն շփվում Այդ գիտեիր, որ քրիստոնյա քարոզիչներից մեկը գնացել էր կերել էին ուղղակի դեսպանել։ Դա ասված ասма խելքով պետք է շարժվես նաև, նես չի։ Մաղավնիների պես միամիտ եղեք, բայց օծերի պես նաև խորամանկ, նես չի պետքա գնաս տենց անես։ Աստված մարդկանց նաև խելք է տվել եւ իմաստություն։ Հիմա ասածս այնա պրակտիկաները կարող է էլի եմ ասում, այս պարագայում ես կարծում եմ, որ հա, այդ դեպքերում կլինի, բայց օրինակ այն մուսուլման քարոզիչով հստակ միտումնավոր խեղում ամբողջ Աստվածաշունչը անուն իր շահերի կամ մոլորության մեջ է տանում մարդկանց, ինքը հաստատ ես չեմ կարող ասեմ ոնց է դատվում, բայց տեսականորեն հաստատ ըստ Աստվածաշնչի ինքը չի փրկվելու։ Եթե չապաշխարի։ Սա տրամաբանական է, բայց եթե խոսքը վերաբերում է մարդկանց, ովքեր անմեղ այդ մշակույթում են ծնվել, այդ իրադարձությունները այնպես է զարգացել, ազատ կամքը, մարդը ունի ազատ կամք, կարա ճամփորդի գնա իր սերունդները այնտեղ ծնվեն։ Այդ պատճառ-հետևանքային կապը, որ սկզբում ասեցի, եթե այդ ձևով է զարգացել, խնդիր չկա։ Աստված բնականաբար էլի խղճով արդար դատելու է։ Բայց էլի եմ ասում, ընդհանուր հիմա գանք այդ հիմնական հարցին, անգամ պրակտիկաները full կապված են, ամբողջությամբ կապված են գաղափարի հետ, որը կա այդ կրոնի մեջ։ Այս պարագայում լեռան օրինակ բերեցիր Աստծուներ։ Հիմա պրակտիկան էլ այդ Աստծու, այդ օրենքները տվող Աստծու ուսմունքի պրակտիկա է։ Չի կարա, տես յոգայով չես կարա միավորվել Սուրբ Երրորդությանը։ Որովհետև յոգայի վերջում Հարե Կրիշնայի ես գալի ամեն դեպքում դու քրիստոնեության մեջ Քրիստոսի աղոթքն այնտեղ Տեր Հիսուս Քրիստոս որդի Աստծո ողորմի։ Քրիստոնեության մեջ մարդը Աստծո պատկերով է ստեղծված, իսկ էլի եմ ասում բրահմանի գաղափարը կամ ընդհանրապես բուդդիզմի մեջ որ ատմանն էլ չկա, անձը չկա, այդ միավորումն է, չէ, ցանկության այդ ութակի ճանապարհը, որ Սիդդարթա Գաուտաման Բուդդան տվել է կամ մնացածը, էլի եմ ասում դրանք հակասություններ են։ Պրակտիկան անգամ պրակտիկան կարա գործի միմիայն այն իրականության մեջ, որում ինքը կա, որը ինքը ներկայացնում է։ Եթե Աստված Սուրբ Երրորդությունը, ուրեմն դու երբեք չես կարող միավորվել բրահմանին, որովհետև բրահման չկա, կա արարված տիեզերք, մատերիա, նյութ, էներգիա։ Ու հա լավ, հոգևոր աշխարհ նաև, եթե ասենք, էլի որը արարված է, թրեշտակները մյուսները։ Երկինքն ու երկիրը, հոգևոր աշխարհն ու աշխարհը ֆիզիկական։ Դե երկինք ու երկիրը նաև Ծննդոց գրքի հрьяաները չունեն տիեզերք բառը, եթե աշխարհ կամ տիեզերք ամբողջություն հույները կոսմոս բառն են օգտագործում, հрьяաները ուղղակի ասում են երկինք ու երկիր։ Դրան բառը, սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, նշանակում է սկզբում Աստված ստեղծեց ամեն ինչ որ կա տիեզերքը։ Ու հետո միանգամից գալիս է երկիր մոլորակին։ Դա էլ կա։ Այսքանով ավարտենք, թե չէ, որ շարունակենք։ Հա, կարանք ավարտենք, դե էլի եմ կրկնում, լավ, եթե էլի վերջին խոսքի հնարավորություն կա, ասեմ, ժողովուրդ, քննեք ամեն ինչ, շարժվեք տրամաբանությամբ ու մի եղեք երբեք կանխակալ։ Իմ սեփական փորձով ես կարող եմ ասել, որ ես լինելով մարդով երկար ժամանակ ուսումնասիրել այդ ամենը, թե քրիստոնեությունը, թե այլ կրոններ ու հիմա էլ որպես աստվածաբան ուսումնասիրում եմ, շարունակում եմ որպես մասնագիտություն, սրտով փնտրողը կգտնի։ Իրապես, ինչպես Երեմիայի մարգարեությունում Աստված ասում է, ով սրտով փնտրի, նա էլ կգտնի։ Ուղղակի եղեք արդար, մի եղեք կանխակալ, այլ իրապես ողջ սրտով փնտրեք ճշմարտությունը։ Ինչպես Քրիստոս ասում է Հովհաննեսի ավետարանի 8-րդ գլխում, ճանաչեք ճշմարտությունը եւ այն կազատի ձեզ։ Այդ հրաշալի խոսքեր են իրականում հոգեբանորեն էլ։ Երբ որ դու ճշմարտությունը ճանաչում ես քո մասին, քո խնդրի մասին, դա արդեն քեզ ինչ-որ չափով ազատում է բերում, ու դու արդեն գիտես ինչ անես դրա հետ։ Մեզ կարող եք հետևել YouTube-ում, TikTok-ում, Facebook, Instagram բոլոր տեղերում։ Հարթակները մայով։ Ու կարող եք ձեր կարծիքները գրել մեկնաբանության մեջ, կիսվել, ոնց էր, ձեզ համար հետո էլ կանենք էլի նոր վիդեոներ, նոր թեմաներով։ Այո։ Շնորհակալություն։ Ապրես շատ, ձեզ եմ շնորհակալ ես խոսակցության համար ու առաջարկի համար։ Շատ լավ, հավեսով զրույց ստացվեց։ Հուսով եմ մարդկանց նույնպես օգուտ կտասա։ Ես էլ եմ շատ շնորհակալ, ինձ էլ շատ հավես էր լսել այսքանը։ Ու կհանդիպենք։ Կհանդիպենք, ապրես շատ։